250,000 հիպոթեկի համար վճարելու համար քեզ պետք է մոտ միլիոն դրամանոց տուն առնեն։ Եթե բոլորը առնում են բնակարան, որ վարձով տան, ի վերջո ով է վարձով ապրելու։ Խնայողական հանրություն չենք, համատած ուրիշ երկրների չենք խնայում։ Փող չկա, ոնց խնայենք։ Իսկապես մարդկանց ձեռը փող չկար։ Ես ռադիո ռեկլամն եմ հիշում, վայ չհասրեցիր մանկապարտեզի ծախսը փակել այսօր, ոչինչ, գնա վարկ վերսա 25-30 տարվա ընթացքում ոչ մի բանկ չի սնանկացել։ Շատ քիչ մարդ մտածում է 20-30 տարվա կտրվածքով։ Եթե ուզում ենք զարգացած դառնանք, պետք է Այսօր եմ յուրն է տնտեսագետ, ձեռնարկատեր եւ Equify հարթակի հիմնադիր Սամսոն Ավետյանը։ Քննարկել ենք, թե ինչ է հենց հիմա կատարվում Հայաստանի անշարժ գույքի շուկայում, ինչպես կառուցել սեփական ռազմավարությունը 2026 թվականին, եւ արդյոք Հայաստանը անվտանգ նավանգիստ է կապիտալը պահպանելու համար, թե գերտակացած ակտիվը, որը դադարում է իրական արժեք բերել։ Վերլուծել ենք մեր ֆինանսական սովորությունները, ինչու չնայած գլոբալ շուկաների հասանելիությանը հայկական կապիտալի հսկայական մասը շարունակում է քննել բարձի տակ, ամեն օր մաշվելով թաքնված գնաճ։ Կոտրել ենք ֆոնդային շուկայի մասին գլխավոր միֆերը եւ ազնվորեն պատասխանել ենք այն հարցին, թե հատկապես ինչ է խանգարում մարդկանց ստիպել իրենց փողերը աշխատել։ Այս ալիքում մենք Էվոկաբանկի հետ միավորել ենք մեր ուժերը, որպեսզի շարունակենք ցույց տալ, թե ինչպես են հայ ձեռներեցները ռիսկի դիմում, կորցնում եւ հասնում հաջողությունների։ Անպայման դիտեք թողարկումը մինչև վերջ, դրեք լայք եւ բաժանորդագրվեք նոր էպիզոդները բաց չթողնելու համար։ Գնացինք գրեթե մենակ մի կարծիք ենք միշտ լսում ու այդ կարծիքը կառուցապատողների ու ռիելտորների կարծիքն է մեր շուկայի մասին, մինչդեռ երբ որ ես խոսում եմ սովորական մարդկանց հետ, որ փորձում է տուն գնել կամ ուղղակի գնահատում է իրավիճակը, ստապ մարդիկ չեն հասկանում ինչա կատարվում շուկայում, հասկանում են, որ ինչ-որ ոչ առողջ բան է, հասկանում են, որ գները տաքացած են, հասկանում են, որ մի կողմից այնտեղ կենտրոնական բանկն է ասում, որ գները 30%-ով բարձր են ավելի իրանց ռեալ գներից, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ինչ որ հրաշքով գները շարունակում են աճել, արդյոք ընդհանրապես գնորդ է լինելու։ Ու արդյոք Երևանը հիմա կարելի է դիտարկել որպես շուկա, որի մեջ կարելի է ներդնել, ոչ թե առնել ապրելու համար։ Նախ շնորհակալություն Արմեն ջան հրավիրելու համար, շատ հաճելի է։ Վերցնենք գուցե մի քանի դրական կետ ու գուցե մի քանի հատ մտահոգիչ կետ, հա, զուտ ներդրումային տեսանկյունից։ Նախապատմությունը ասեմ, ես մոտավորապես արդեն երբ 20 տարի ներդրումային ոլորտին կից, ֆինանսական ոլորտին շատ կից եմ կամ մոտ եմ եղել, տեսել եմ թե ֆինանսական կրիզիսը, այդ ընթացքում տեսել եմ թե IT bubble-ը, այսինքն 2001-ին, 2-ին, ու ըստ դրա ասենք թե այդ ամենը որ այն տեսակետը որ լինելու է մոտարապես ըստ դրա է, այսինքն այդ փորձից ելնելով, բացի մասնագիտականից, մեր ընկերությունում եւս շատ լավ փորձառու մասնագետներ կան ֆինանսականից, 30 տարի ֆինանսական էլի աշխարհում, Նյու Յորքում, խորհրդատվություն, private wealth management, Citigroup եւ այլն։ Հենց որ ըստ դրա փորձեմ մի հատ նկարագրեմ մի քանի տեսակետ։ Լավ տեսանկյունները, որ կարելի է սա դիտարկել, մի քանիսն են, այսինքն որ սա առանձնապես տես մտահոգիչ չի։ Առաջինը երևի այլն է, որ սոցիալական տենդենսներ կան, որ մարդիկ իրար հետ այդքան խիտ չեն ապրում, ինչ առաջ, այսինքն մի քանի, այսինքն ծնողները իրանց բաների հետ, երեխեքի հետ չեն ապրում, ասենք մի 2-3 բան չէ, էլի, սերունդ չի նույն բնակարանում, այսինքն սոցիալական թրենդը կա։ Այդ մեկ, երկրորդը ես կարծում եմ, որ եւս հուսալի է այն, որ Հայաստանը որպես տնտեսություն, որպես երկիր, շատ ավելի գրավիչ է, քան թե առաջ։ Ես տարբեր տեղեր ճամփորդելով բավականին ու մեծամասամբ տեխնոլոգիական սեկտորի աճի հետ կապված եմ դա ասում, էլի, այսինքն մեր մոտ տնտեսական աճը եւ տեխնոլոգիական այնքան հետաքրքիր են, դինամիկ են եւ արագ է այդ ամենը տեղ ունենում, որ ես կարծում եմ, որ բավականին մեծ հոսք կա լինելու վերադարձի տարբեր երկրներից, նույնիսկ զարգացած երկրներից, որոնք ասենք մի այս վերջի մի 2 շաբաթվա ընթացքում մի 3 մասնագետ գիտեմ մեր համայնքից, որոնք տեղափոխվում են Հայաստան ու լավ տեղերից էլ, այսինքն շատ զարգացած տեղերից, այսպես ասած, հենց որ այդ երկու դինամիկան դրական է, որտեղ գուցե նաև հոսք լինի արտաքին դեպի Հայաստան։ Ու դրա այդ վարձակալությունները, որ մարդիկ ենթադրում են որ առնեն, որ վարձակալ են բնակարանները, գուցե այդ առումով բան լինի։
արդարացված լինի։ Կախված տեղից իհարկե։ Կախված տեղից իհարկե, այո։ Որովհետև այն ինչ որ հիմա կատարվում է այդ եկամտահարկի պատճառով, որ մարդիկ առնում են, չգիտեմ, Երևանից դուրս բնակարան մտածելով, որ իրանք կհանձնեն վարձով այդ տունը, ես մի քիչ ռեալ չեմ համարում։ Հա, այդ դրականները, գուցե այլ դրական հեսամտած է, միշտ դրական եւս, որ մտքովս եկել է։ Ինչքես դրանով սահմանափակում։ Չէ, նաև կասեի, որ սեյսմիկ առումով դրական է, որտեղ մենք շատ շենքեր ունենք, իմ պատկերացմամբ այնուամենայնիվ դեպս մասնագետ չեմ, շատ շենքեր ունենք, որ շատ հին են ու մենք էլ սեյսմիկ գոտում ենք ու տենց լավ է, որ գոնե նոր բնակարանային ֆոնդ լինի, որ ավելի անվտանգ լինենք որպես հանրություն, հա։ Այդ երևի այդ 3 բանը։ Բացասականից մի քանի բան նշեմ, երբ որ բոլորը անում են նույն բանը ներդրումային ոլորտում, դա սովորաբար որպես լավ սիգնալ չի։ Եթե բոլորը առնում են բնակարան, որ վարձով տան, ի վերջո ով է վարձով ապրելու, հա։ Երբ որ մարդիկ ունեն մի քանի բնակարան ու իրանց ակտիվների մեծ մասը կոնցենտրացված է մի ներդրումային ոլորտում, դա էլի առանձնապես լավագույն փորձ չի էլի ֆինանսական ոլորտում։ Այսինքն այդ մասով մտահոգիչ է, որ շատ մեծ սոցիալական sense բում է այդ ուղղությամբ ու այդ մեկ երկրորդ այն է, որ այդ ներդրումային ոլորտը եթե որպես ներդրում ես դիտարկում, երբ որ էլի բոլորը անում են նույն բանը, այդ դրա գինը բարձրանում է ու կարող է արդարացված չլինի։ Ես հիշում եմ 2007-8 թվերը, չգիտեմ, Իսպանիաներում, Իռլանդիաներում, չգիտեմ, տարբեր երկրներում եկա մի հատ real estate բաներ, էլի բում էր, եթե ոչ փուչիկ։ Փուչիկ էր կարելի ասել, որտեղ այդ ամիջը վատ եղավ հետո։ Ու այդ ամիջը սկսում էր իհարկե կենտրոններից, այսինքն սկզբից Մադրիդում էր, չգիտեմ, շատ բարձր գների աճ, հետո քաղաքից դուրս, հետո sense տարածվում էր տենց բաներով, էլի համայնքներով ու կենտրոններից դուրս այսպես ասած։ Կենտրոնները սովորաբար իրանք գների տատանումն ավելի քիչ են լինում, եթե վատ է լինում, այսինքն Երևանում գները շատ չեն գնի, բայց հողատարածքներ, քաղաքից դուրս տեղեր, իհարկե շատ ավելի տատանումները գնային ավելի բարձր են լինում, էլի, այսինքն այդ առումով համ բարձրանալ, համ նվազելը շատ ավելի ռիսկային ներդրումային ակտիվ է դա։ Ընդհանուր առմամբ նաև պայմանավորված է այս գների բարձրացումը կամ այսպես ասած ակտիվությունը նաև բանկային վարկերի հետ։ Այսինքն երբ որ նայենք Հայաստան 2007-8-9 թվերին, այդտեղ շատ ավելի բաներ կանխիկի վրա էր, կանխիկ գնումների վրա էր բարձրացումը գների։ Բայց այն ժամանակ հիպոթեկային պրոդուկտները կային։ Կային, բայց այդքան չէին օգտագործում։ Հիմա շատ ավելի դե զարգացած չէր այդ ոլորտը այդքան, ենթադրաբար, էլի ես այդ ոլորտից չեմ, էլի անշարժ ոլորտից չեմ, բայց այդ ժամանակ գուցե պրոդուկտերներ կային, բայց եկամտահարկի այդ վերադարձը շատ օգնեց իհարկե, հա։ Բայց հիմա այդ վարկային բեռը շատ ավելի մեծ է հիպոթեկային, այսինքն այն ժամանակ չկար, հիմա այդ վարկային բեռը շատ մեծ է, մեկ-մեկ լսում ես մարդիկ մի քանի հիպոթեք ունեն, այդ ակնկալիքները որպես ներդրումային պրոդուկտ այդ առումով իմ համար ես իհարկե ինքս անշարժ գույք ունեմ, բայց երկրորդը գնելը ու կոնցենտրացնելը բոլոր ներդրումները այդ ակտիվի մեջ, այդքան է բան չի։ Մի բան է նշեմ, երևի հենա, որ երբ որ դիտարկում ես ներդրումները, պետք է հասկանաս համաներդրողները ովքեր են, հա, այսինքն մենք ունենք տարբեր տիպի ներդրումային ակտիվներ։ Անշարժգույք որպես հայ, որը հասանելի է մեզ, ավանդ, անշարժգույք, պարտատոմս, բաժնետոմս ու միջազգային իհարկե։ Հիմա պետք է նաև հասկանալ, եթե Հայաստանը այդքան լավ ներդրումային, հայկական անշարժգույքը մասնավորապես այդքան լավ ներդրումային ակտիվ լիներ, փողը բավականին բան է, էլի, ոնց է, հոսում է, որտեղ եկամտաբերություն ու ռիսկը գրավիչ են։ Եթե մեր մոտ այդ ակտիվ այդքան գրավիչ լիներ, ոչ թե հիմնված կլներ բոլորիս ներդրումների կամ հիպոթեկների կամ վարկերի վրա, այլ հիմնված կլներ նաև արտասահմանյան կապիտալի վրա, որ գալիս է կապիտալը ներդրում արվում։ Այսինքն Նյու Յորքի կամ, չգիտեմ, ինչ որ Լոնդոնի կամ այլ sense տեղերի անշարժգույքը նայես, դե մեծ մասը չգիտեմ բաները ոնց է, բայց շատ ավելի մեծ մասնակցություն կա միջազգային մասնագիտացած կապիտալից։ Մեր մոտ համարել դա գները շատ բարձր են։ Հիմա իսկ մեր մոտ ամբողջ շուկան մեծամասամբ հիմնված է մեր բոլորիս բաների վրա, այսինքն ակտիվության վրա։ Ու այդ մասով որպես ներդրումային ակտիվ արդեն հարց առաջանում, լավ, մենք այդտեղ ներդրում անում ենք, գուցե պետք է դիվերսիֆիկացնել, նաև այլ տեղեր անել, որը ռիսկ եկամտաբերությունը ավելի
նպաստավոր են կամ գրավիչ։ Մարդկանց մեծ համասնությունը իր առաջին ներդրումը հետաձգում է ոչ թե այն պատճառով, որ գումար չունի, այլ որովհետև ներդրումները չափազանց բարդ են թվում։ Անծանոթ տերմիններ, գրաֆիկներ եւ այն զգացողությունը, թե սա միայն ֆինանսիստների համար է, իսկ այդ հետո կհասկանամը հաճախ տարիներով ձգվում է։ Բայց իրականում այսօր սկսելը շատ ավելի հեշտ է։ Evoca Invest-ը Evoca-ի ներդրումային հավելվածը ստեղծվել է հենց դրա համար։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Կարող ես ներդրումներ կատարել բաժնետոմսերում եւ դառնալ քո սիրելի միջազգային ընկերությունների բաժնետեր։ Կարող ես ընտրել պարտատոմսեր կամ եվրոպարտատոմսեր եւ ստանալ տոկոսային եկամուտ։ Իսկ եթե նախընտրում ես մեկ հպումով ներդրում ունենալ միանգամից բազմաթիվ ընկերություններում, կարող ես ընտրել ETF-ներ։ Հավելվածում հասանելի են ավելի քան 20 երկրների շուկաներ, ԱՄՆ-ից մինչև Եվրոպա եւ Ասիա։ Հաշիվը բացվում է անմիջապես Evoca Touch-ով առանց բանկ այցելելու անհրաժեշտության։ Եթե ցանկանում ես միշտ տեղյակ լինել համաշխարհային շուկաներում տեղի ունեցող իրադարձություններին եւ մանրամասներին, միացիր Evoca Invest-ի Telegram ալիքին։ Այնտեղ կգտնես շուկայի կարևոր նորություններ, վերլուծություններ եւ ներդրումների վերաբերյալ օգտակար նյութեր։ Քեզ մնում է հենց հիմա ներբեռնել Evoca Invest հավելվածը եւ բաժանորդագրվել Telegram ալիքին։ Երկու հղումներն էլ կգտնես այս թողարկման նկարագրության մեջ։ Քո առաջին ներդրումը կարող է սկսել ընդամենը մի քանի հպումով։ Բայց իհարկե չէ, բոլորի վախը, անգամ այն մարդկանց, ովքեր որ չեն գիտակցում այդ չգիտեն այդ ինչից պետք է թանկանա հետագայում գինը, միջին գինը Երևանում, բոլորի վախը այնա, որ ինչ որ բանի պատճառով գները դառնան, չգիտեմ, Եվրոպայի գներ, Լոնդոնի գներ, անշարժ գույքի ու հիմա այդ պահն է, երբ որ դու կարաս համեմատաբար ավելի էժան առնես։ Ես էլ օրինակ մտածում եմ, օքեյ, ես հիմա ռացիոնալ եմ, հա, լսում եմ էքսպերտներին, կապիտալս ներդնում եմ ուրիշ տեղեր, կլինի կրիպտո, կլինի ինչ որ ֆոնդային շուկա, կլինի ոսկի կամ ուրիշ բան, բայց միգուցե ես սխալ եմ։ Միգուցե Հայաստանում պետքա ուրիշ strategy ընտրել։ Օրինակ, մի հատ հետազոտություն կա շատ հետաքրքիր, որ ասում է, որ ամենահաջողված ներդրումները միջինում արվում են հենց ներդրողի ապրելու երկրում, այսինքն մեր բարագայում Հայաստանում միջին ամենահաջողված երկարաժամկետ ներդրումը անգամ եթե քո երկիրը ոչ կայուն է եւ այլն արվում է հենց երկրի ներսում։ Ես ճիշտն ասած այդ հետազոտությունը չեմ տեսել։ Բայց շատ հետաքրքիր է։ Եթե նայենք միջազգային շուկաները կապիտալի մեծ մասը գնում է այն ընկերություններ, որոնք արդյունավետ են, այսինքն որտեղ արտադրողականությունը բարձր է, շահութաբերությունը բարձր է։ Այսինքն ամենակարևոր չափանիշը պետք է դա լինի, քո գումարը, երբ որ դու ներդրում ես անում, դու վերցնում ես ռիսկ եկամտաբերության ակնկալիքով։ Հիմա սովորաբար ինքը մի քիչ բանել է, էլի, այնտեղ, չգիտեմ, ընդհանուր տրամաբանական խախտում է կաստե, եթե ասենք այս երկրում ավելի լավ ակտիվներ են, ինչու այս երկրի փողը չգնա այստեղ ու աշխատի այդ գումարը, որ ավելի եկամտաբեր է։ Բայց խոսքը միջինի մասին է։ Դե նույնիսկ միջինում, էլի, այսինքն առանց միջինը, եթե այս երկրում է ամեն ինչ շատ լավ, բայց այս երկրի ներդրողները այս երկրում են, բայց իրանց համար էլ է շատ լավ, ես չգիտեմ, էլի տրամաբանությունը իմ համար մի քիչ տարօրինակ է թվում։ Երևի այստեղ խոսքը դրա մասին է, որ դու լոկալ շուկան գիտես ավելի լավ, կարաս հնարավորություններ բռնես։ Ինչ որ օրինակ նույն անշարժ գույքը, մենք ստեղ ենք, մենք ունենք ինչ որ հնարավորություն վերցնել տուն եկամտահարկով, իսկ դա ջրի փողը կարելի է ասել։ Հա, դե այդտեղ արդեն հարկային բան է, էլի, ասիմետրիա է։ Դա արդեն կախված չի ռիսկ եկամտաբերություն, դա կախված է ինչքան դու հարկային արտոտնություններ ես ստանում, ու դրա շեղում է շուկան ինչ որ առումով այդ ուղղությամբ։ Բացի դրանից Հայաստանում կան առաջարկներ անգամ դոլարով, որոնք անգամ միջազգային շուկայում շատ հազվադեպ են հանդիպում, որոշ պարտատոմսեր շատ բարձր եկամուտաբերություն են տալիս դոլարով, ու սա չգիտեմ գովազ չէ, էլի Հայաստանում կան նման առաջարկներ, բայց եթե դու գնաս ԱՄՆ, արդյոք դու նման պարտատոմս կգտնես, որ տալիս է այդքան բարձր եկամուտաբերություն ու ռիսկը քիչ։ Հա, շատ լավ հարց է, էլի։ Ես մի հատ վերադառամ նախքին բանին, հետո շարունակեմ, հա։ Մի երկու բան է կա անշարժ գույքի հետ կապված։ Անշարժ գույքը շատ մակրո տնտեսական ներդրումային ակտիվ է։ Իր գները երկարաժամկետ կախված են 3 բանից՝ ինֆլյացիա,
ինֆլյացիոն սպասելիքներ, արտադրողականություն ներքին երկրի, այսինքն եթե երկիրը ավելի պրոդուկտիվ է դառնում, արտադրողականությունը բարձրանում, գներն են բարձրանում, եկամուտներն են բարձրանում, ու դեմոգրաֆիան, այսինքն ծնելիություն, իմիգրացիա եւ այլն, այդ 3 բաներ։ Մա Հայաստանի մասով որ այս 3-ը նայենք, ես կարծում եմ արտադրողականության առումով կարելի է բանը լավատես լինել, որ մեր մոտ ինչ որ չափով այդ մասը բավականին լավ է միջազգային հետ համեմատած, տեխնոլոգիաների շնորհիվ նաեւ այդ մի բան։ Այստեղ պետք է ընդհատեմ։ Իմ վերջին տվյալներով բավականին հետ ենք եվրոպական արտադրողականությունից։ Հա, absolute թվերով, այո, բայց աճը ինչքանով է մեկ է ճեղքը կրճատում, աճը բավականին լավն է։ Այսինքն շատ երկրներում աճը կամ 0 է, կամ ասենք թե կամ 0 է։ Մեր մոտ արտադրողականությունը ոնց որ որովհետև մեր բազան 0-ական էր, մեզ հեշտ էր։ Կարելի է տենց ասել, բայց նաև տենց սուբյեկտիվ գնահատականներով որ գնում ես տարբեր երկրներում, տեխնոլոգիական մեր էկոհամակարգը շատ ուժեղ է արդեն, շատ մրցակցային, այսինքն մենք ունենք տարբեր, ասենք Թումոն բացվում է տարբեր երկրներում աշխարհի, զարգացած երկրներում ու նաև մենք ունենք Թիմոյի պես շատ տենց պրոյեկտներ, չեմ ասում տեխնոլոգիական ուղղությունով եւ այլն ստարտափների։ Դա էլ կարելի է որպես դրական վերցնել։ Բացասականը շատ ժամանակ անշարժ գույքի հետ նաև են, որ դա էլ ենք լսում։ Ես ինքս օրինակ տենց բնականon եմ արել 2012 թվին, հա, հետո հաշվել եմ, օրինակ 12 թվին արել եմ շենքում, որը երկրորդ հարկ էր։ Հիմա ինքը իր գինը երևի բազմապատկվել է քառակուսի մետրի մի 5 անգամ, 4-5 անգամ, հա։ Բայց մենք այդ պարագայում շատ հեշտ է ասել եկամտաբերությունը այսքան է եղել, բա ինչ լավ է, իսկ S&P-ն կամ Nasdaq-ը կամ չգիտեմ, Պարտատոմսը կամ այս կամ այն շատ ավելի ցածր է եղել, բայց մենք մի բան ենք մոռանում, որ եկամտաբերություն հաշվելը ամենահեշտն է։ Ռիսկը հաշվելը սովորաբար չենք հաշվում։ Ռիսկը երբ որ տեղի ունենում, տեղի է ունենում, հետո ասում ես, վայ, դե եկամտաբերության վրա էլ ազդեց, բայց ռիսկը դրա, օրինակ, տեսնենք այդ կոնկրետ բանը, օրինակը։ Երկրորդ հարկի շենք, լավ, այդ կառուցապատողը խնդիր չի ունեցել, ուրիշները ունեցել են տարիների ընթացքում։ Ես ռիսկ եմ վերցրել, որ այդ շենքը չավարտվի։ Ռիսկ 1։ Ռիսկ 2, որ ինքը այդ փողը կարար դրած լինել այլ S&P, Nasdaq եւ այլն։ Այսինքն մենք 0-ից ենք հաշվում, 5 անգամ բազմապատկվել է լավ, այդ ամենը դնեի ուրիշ տեղ ինչքան քանի անգամ կբազմապատկվեր այդ երկուս։ Երրորդ ֆակտորը այն է, որ Հայաստանը որպես երկիր, որ հետ նայենք վերջի 14 տարվա ընթացքում, քանի հատ ռիսկով է անցել։ Էլ հեղափոխություն, էլ պատերազմ, էլ քաղաքական, այսինքն տուրբուլենցիա, էլ չգիտեմ, եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչ այլ ռիսկեր կան մակրո Հայաստանի հետ կապված, կարամ էլի նշեմ, բայց օքեյ, այդքանը հերիք է։ Ապագային նայելով էլ ինչ ռիսկեր կարան։ Այսինքն անշարժ գույքը շատ լոկալ ներդրում է։ Ու այդ լոկալ ներդրումը իր ռիսկերն է բանանում։ Հիմա երբ որ նայեմ, հա, գուցե այդ անշարժ գույքը տարեկան իմ համար, չգիտեմ, դոլարով ինֆլյացիայից հետո, չգիտեմ, 20% տարեկան աճել է։ Հիմա ես նույն բանը դնեի, նույն գումարը դնեի ու դա էլ բանի հետ, վարձակալության հետ, որ հաշվում ես, դա էլ եմ ավելացնում, որ եթե ես նույն տեղը վարձակալություն բան տայի, վարձ տայի, չկարեմ ես շահել դրանով, հա։ Նույն բանը համատեք S&P Nasdaq-ի հետ, հա, իհարկե ավելի ցածր են, չգիտեմ, 15% է, այստեղ 15 էր, այստեղ 25 էր, բայց ստեղի ռիսկն ու եկամտի ռիսկը ու ստեղի ռիսկը էականորեն տարբեր են։ Ստեղ շատ ավելի բարձր ռիսկ էր, քան ստեղ։ Բայց եկամտաբերությունն էլ է շատ։ Համել դու չես վերցրել այդ տունը որպես ներդրում, դու վերցրել ես որպես անշարժ գույք, որի մեջ ապրելու ես։ Այո, բայց ըստ դրա էլ նաև այդ վարձը ես հաշվել եմ այդ պլյուսերի մեջ։ Այսինքն ես իրան ոչ թե մենակ գինն եմ հաշվել, այլ եթե ես տարեկան ինչ որ վարձակալության վճարը տայի։ Այսինքն ասածս ինչա, յուրաքանչյուր ներդրում պետքա նայել իր ռիսկերի հետ, թե ինչ ռիսկեր կարան տեղի ունենան։ Ու երբ որ որպես միջազգային մասնագիտացված ներդրող դու նայում ես այդ պարտատոմսը, այդ անշարժ գույքը, այդ չգիտեմ բաժնետոմսը, ըստ այդ ռիսկ եկամտաբերության։ Հիմա պետք է նայել, որտեղ է մասնագիտացված կապիտալը գտնվում է բոլոր մեր ակտիվների մեջ։ Անշարժ գույք, պարտատոմս, ավանդ, չգիտեմ, ստարտափ, չգիտեմ, բաժնետոմս։ Հա, վերադառնալով հարցին պարտատոմսերի մասով, բարձր եկամտաբերություն, հա, ինչի՞ է տենց։ Ես կարծում եմ նմանատիպ պարտատոմսեր ենք տեսել, իմ համար էլ դա շատ հետաքրքիր բան։ Ցուցանիշ, որ բավականին բարձր է դոլարով։ Չգիտեմ, ամերիկյան, չգիտեմ, Treasury-ին 4.5 էր, 4 էր մոտավորապես, այդտեղ, չգիտեմ, 8 քանի տոկոս, հա։
8%։ Ավանդի տոկոսն է այդքան։ Ավանի տոկոսն 4.5 էլի մոտավորապես դոլարով։ Հայաստանում դոլարով, բայց դրամով ավելի մոտ բարձր, այդքան է։ Հիմա էդ էլ է կարևոր, էլի։ Երբ որ ինչ որ բանը դոլարով է, ինքը շատ ավելի համեմատելի է դառնում այլ երկրների հետ։ Այսինքն, եթե ես գնամ, օրինակ, մեզ ասեն, եկեք գնանք, կարևոր չի երկիր, Ուզբեկիստանա, Բուլղարիա, Ռումինիա, չգիտեմ, Արգենտինա, ներում անենք իր այդ երկրի ոչ թե դոլարային պարտատոմսի մեջ, այլ ներում անենք պեսոյա, չգիտեմ, ինչ բաներ են, էլի վալյուտաներ իրենց մոտ։ Ըստ դրա մեր համար շատ ավելի դժվար է ասենց բան առաջնում, բայց ինչ կլինի վալյուտայի հետ կբարձրանա, քիչնի ինֆլյացիա եւ այլն, շատ ավելի հեշտ է, եթե նույն երկիրը տալիս է դոլարայինով պարտատոմս, չէ՞։ Շատ ավելի հեշտ է համատել։ Հիմա եթե իրան հեշտ է համեմատել, նշանակում է, որ այդ միջազգային ներդրողը շատ ավելի հեշտորեն կարա այդ պարտատոմսը համեմատի ուրիշ Ղազախստանի, Արգենտինայի, Ռումինիայի, Բուլղարիայի պարտատոմսի հետ։ Ու ասի վայ, մի հատ նայեմ, որտեղ է բարձր ու ըստ իր ռիսկերի։ Հիմա եթե իմ մոտ պատկերային է, եթե դրամը ավելի ոնց որ թե նորմալ տոկոս էր, դոլարը շատ ավելի բարձր, նշանակում է ինչ որ կարող է ռիսկեր լինեն այդտեղ։ Ըստ վերցից զուտ իմ համար հետաքրության համար մի հատ նայեմ, ասենք թե ֆինանսականը մի հատ նայեմ։ Ու ըստ դրա էլ արդեն պատկերացում ստացվեց ինչու է բավականին բարձր, էլի, այսպես ասած։ Դրանց որ իմ մոտեցումը այս ամեն ինչին իմ համար պարտատոմսը քիչ ռիսկային գործիք պետք է լինի։ Իմ համար այդ 1%, 2% կարևոր չի։ Եթե ես ուզում եմ վերցնեմ ռիսկ, ես վերցնում եմ ռիսկ պորտֆելի այլ տեղերում։ Օրինակ, չգիտեմ, բաժնետոմս, ETF այլ այլն։ Պարտատոմսում ես չեմ ուզում ռիսկ վերցնել, որտեղ այդտեղ պետք է էլ ավելի հանգիստ լինես։ Այդտեղ էլ պետք է հանգիստ լինես, բայց այդտեղ էլ ավելի հանգիստ պետք է լինես։ Իսկ ի՞նչն է ռիսկը։ Ասացիր, որ մոտավոր պատկերացում կազմեցիր։ Դե ես խրախուսեմ ում հետաքրքիր է մի հատ մտնել ֆինանսական հաշվետվությունները նայել պարտատոմսի։ Ես ճիշտ ասած ժամանակ չունեմ, բայց այդ մեկը հետաքրքիր էր, ասին եմ բավականին բարձր ոնց որ մի հատ նայեմ։ Բայց այդ ասածս, որ եթե դու ուզում ես հավելյալ ինչ որ տոկոս եկամտաբերություն ստանալ, իր հետ գալիս է ռիսկ։ Ոչ մի բան առանց ռիսկի չի։ Ու այդ եթե այդ չափանիշներով բարձրանում իջնում են, էլի բարձր ռիսկ, բարձր եկամտաբերություն եւ հակառակը։ Միակ ձևը այդ ամեն ինչը ինչ որ չափով ռիսկը նվազեցնելը դիվերսիֆիկացիան է։ Ու դրա համար էլ ասում եմ, որ եթե միտեղ չկենտրոնացնենք, հայկական աշաշ-գույքը ես էլ ունեմ, բոլորս ունենք, բայց ամեն ինչ չդնենք այդտեղ, որտեղ այդտեղ ռիսկ առաջանում, ու այդտեղ դիվերսիֆիկացիա չկա։ Ինչ ես ուզում ասես, ինչի այդ մեկը ռիսկային է։ Այդ մեկը որ մեկը։ Այդ Պարտատոմսը Տելեկոմի պարտատոմսերը։ Ինչի են ես անուններ չնշեցի։ Բայց մենակ իրանք են տալիս դա։ Չէ, երբ որ ես բոլոր պարտատոմսերն եմ իմ համար, դրա համար ես որպեսի ես գնամ ինչ որ հավելյալ մի քանի տոկոս ուզենամ ստանալ, ես պետքա մտնեմ նայեմ ուսումնասիրեմ իրանց ֆինանսականը։ Ես դրա էներգիան ժամանակ հետաքրքրություն չունեմ։ Եթե ես ուզում եմ հավելյալ 2-3% ստանել, ես կգնամ կվերցնեմ ETF, S&P, Nasdaq եւ այլն։ Պլյուս իր դիվերսիֆիկացիան, կոռելացիաները այս երկուսի միջև բավականին բացած ոնց որ զրոյական է, որը շատ լավ է։ Ու դրա իմ համար էս ավելի լավ տարբերակ է այս երկուսը, քան թե ամեն ինչ դնել պարտատոմսերի մեջ, որոշներ ավելի բարձր տոկոսադրույքով, որոշներ ավելի ցածր։ Այդ 2%-ը իմ այդ ջանքն ու էներգիան ու ֆոկուսը այդպես բան չէ։ Արի վերադառնանք անշարժ գույքին, այնտեղ մի հատ հարց կա, որը չենք փակել։ Վարձակալությունը ընդդեմ հիպոթեկին։ Նայ, ԱՄՆ-ում вообще ընդհանրապես արևմուտքում sense trend կա, որ մարդիկ սկսում են վարձակալել, չգիտեմ, Elon Musk-ը վաճառում է իր ամբողջ ունեցվածքը, ես իմ ինչ որ մոդա է դառնում չունենալ ոչ մի բան։ Այո։ Երբ որ դու լսում ես ֆինանսական էքսպերտներին, մարդիկ ասում են, որ կապիտալ բիլդինգի նպատակով, եթե դու ունես նպատակ ստեղծել կապիտալ, վերցնել հիպոթեք, որը, չգիտեմ, ինչ որ շեմից բարձր է, անիմաստ է, պետք չի, չգիտեմ, 6%-ը պայմանական, դրանից բարձր արդեն թանկ փող է համարվում եւ պետք չի մտնել նման գործարքի մեջ։ Ու մարդիկ խորհուրդ են տալիս վարձակալել բնակարանները, այլ ոչ թե հիպոթեք վերցնել։ Իրանք բերում են հետեւյալ արգումենտներ՝ վերանորոգում, հարկ, չգիտեմ, էլ ինչ կա այնտեղ, ամորտիզացիա, չգիտեմ, եւ այլն, բոլոր ծախսերը, ու ասում են, իսկ երբ որ դու վարձակալում ես, դու, չգիտեմ, խալադիլնիկդ փչացավ, դու չես մտածում դրա մասին, դեր եկավ, սարքեց, գնաց։
Հիմա ես ուզում եմ հասկանամ, ինչքանով է դա կիրառելի Հայաստանի իրականության մեջ, որովհետև իրոք շատ խորհուրդներ ֆինանսական ընդհանրապես ոչ մի կապ չունեն Հայաստանի իրականության մեջ ու մեր տնտեսության հետ։ Նույնն, չգիտեմ, Բագատի պապը, բեդնի պապը գիրքը որ կա, կարդում ես, ասում ես շատ լավ է, բայց ինչ կապ ունի իմ հետ, ես Երևանում եմ ապրում։ Այսինքն այդ գործիքները շատ հաճախ չկան, որոնք ընդեղ են օգտագործում, չգիտեմ, բանի դիմաց, ինչ որ քո ակցիաների դիմաց վարկ վերցնել եւ այլն, այդ նման բան չկա այստեղ։ Դրա համար ուզում եմ հասկանամ, որ արդյոք այդ խորհուրդը ընդհանրապես կիրառելի է մեր մոտ։ Դե հիմա գործիքների մասով շատ ավելի լայն է։ Նույնիսկ թե պարտատոմսերի շուկան, թե բաժնետոմսերի, թե միջազգայինը շատ ավելի հասանելի է, որ շատ լավ է։ Այս բանը ես կասեմ մեր մոտ ավելի շատ պետքա ներդրումային այդ կարգապահական, խնայողական մոտեցումը լավանա, որ ու սխալներ չանեն, որտեղ բարբերաբար լսում ենք։ Ինչ վերաբերում է վարձակալության եւ գնելու մասով, այնտեղ զուտ ֆինանսական մոդելավորում պետք է արվի, էլի։ Այսինքն մենք պետք է նայենք, տոկոսները հաշվենք, որ մենք էլ չէ, էլի, տանք ասենք թե AI-ին, ասենք էս մեր հիպոթեկային վարկն է, էս մեր մոտավորապես էս բնակարանը, այստեղ այսքան կարժենար իր վարձակալությունը եւ այլն, եւ այդ սա իրան տալիս է, ինքը ասում է, հիմա նայ մի հատ հաշվի, որ նա ավելի բան է, էլի, ոնց է դրանը եկամտաբերական, ավելի արդյունավետ է, այսպես ասած։ Այստեղ մի հատ խնդիրն է, որը Հայաստանում մասնավորապես կարող է ավելի մեծ խնդիր է, քան ուրիշ տեղեր, դա ինչքանով է վարձակալությունը ապահով։ Այսինքն, եթե դու վարձակալում ես, այդ ինչքանով է կոնտրակտով ամրագրված, կարան քեզ ինչ որ պահի հանեն այդ տնից, կամ չգիտեմ, այդ հենց պատմությունները մենք լսել ենք, ու դրա համար այդ վարձակալությունը որպես եթե դու ապրելու ես այդտեղ, պլյուս ընտանիք ու երեխա ունես, շատ ավելի քիչ ապահով է դառնում, դու չես կարող էլի մի հատ էլ այդ ստրեսով ապրես, որ ասենք թե վաղը չեմ սուր կարան քեզ գան ասենք դες վարձդ բարձացավ կամ պետքա դուրս գաս, էլի։ Այդ մասը երբ որ կարգավորվի, ավելի ապահով լինի այդ շուկան, ես կարծում եմ այդ մոդելավորումը շատ ավելի հաճախ կարվի մարդկանցից, ու էլի այդ հարցը կլինի, ես այդ բնակարանը առնեմ, թե վարձով վերցնեմ, ու եթե չեմ առնում, այս գումարը, որ կապիտալ ունեմ, գնամ ներդրում անեմ այլտեղ, ոնց դրաց տեղից եկամուտ ստանամ։ Այսինքն քո կարծիքով հիմնական պատճառը, թե ինչու այդքան կիրառելի չի դեռ այդ մոդելը մեր մոտ, դա քիչ regulated ոլորտ է, այսինքն մարդիկ ուղղակի չեն կարող վստահեն օրենքին։ Ես կարծում եմ վարձակալության, քանի որ շատ մեծ շինարարական բում է տեղի ունենում, քանի որ շատ բնակարաններ սկսել են վարձով տալ, երբ որ այս շինարարությունները ավարտվեն, ես կարծում եմ վարձակալության գները պետքա որ նվազեն զուտ առաջարկ պահանջարկից ելնելով, բայց կարանք տենանք նաև մյուս կողմից, ոնց որ ասի, իմիգրացիան, չգիտեմ, արտադրողականություն եւ այլն, դա էլ կա։ Բայց այդ պարագայում էլի հարց առաջանում ես ինչքանով եմ ապահով լինելու վարձով մնամ, մանավանդ եթե ընտանիք է, քանստը հակառակը։ Խնդիրը գիտես մեկ էլ ինչումն է, որ ես բան չունեմ հիպոթեկի դեմ, չգիտեմ, երևի մարդիկ արդեն մտածում են, որ ես տենց հակա հիպոթեչնիկ եմ, բայց չէ, ես էլ եմ տուն ման գալիս, ես էլ եմ ուզում ունենամ տուն, բնականon ինչ որ տենց բան ստեղծեմ, օջախ ստեղծեմ, բայց խնդիրը նրանում է, որ երբ որ դու սկսում ես այդ մոդելավորումով զբաղվես, դու հասկանում ես, որ ենթադրենք, եթե քո տան վարձը 250,000 է, հա, միջինը ինչքան է, մոտ այդքան չի։ Չեմ նայել, բայց նո, այդ դեպքում 250,000 հիպոթեկի համար վճարելու համար քեզ պետք է մոտ 25 միլիոն դրամանոց տուն առնել։ Ու այդ դեպքում, այդ պարագայում 13% հիպոթեկ ժամանակ քո ամսական վճարը այդքան կլինի։ Այսինքն, եթե դու ուզում ես բնակարան առնել հիպոթեկով, դու կամ պետքա հրաժարվես քո կոմֆորտից ու գնաս շատ հեռու տեղ, համակերպվես ինչ որ բանի հետ, երկար ժամանակ ռեմոնտ անես, ինչ որ էլի գումարի սառեցումը ի դեպ մարդիկ չեն հաշվում, որ կարճ ժամկետներում իրանք ահագին գումար allocate են անում հենց ինչ-որ վերանորոգման համար, կամ էլ դու պետք է շարունակես ապրել վարձով, կամ էլ եկամտահարկ, բայց եկամտահարկը հիմա Երևանում չի գործում, դա էլ պետք է համակերպվես, գնաս լավագույն դեպքում, նո իմ համար լավագույն դեպքը երևի ջրվերն է Երևանին մոտ, այսքանը։ Ես ճիշտ ասած չեմ այդ մոդելավորումը չեմ արել ու տենց մի քիչ էլ հեռու եմ, գիտեմ որ գները արդեն առանձնապես չեն աճում, ինչ ստաբիլիզացվել է։ Ու մոդելավորումը չեմ արել ու տեղյակ չեմ, ասենք թե վարձակալության թվերից ու տոկոսներից եւ այլն, որ համատեմ։
բայց ենթադրում եմ, որ շուկան մի քիչ պետքա որ արդեն սկսի բալանսավորվել այս բոլոր անշարժ գույքը, որ մտնում է շուկա նոր, ու ըստ դրա գուցե ավելի մաճելի այդ ամեն ինչը լինի։ Ոնց որ այդքանը կարամ ասեմ։ Մեկ էլ դու ասացիր բալանսավորելու մասին, ես հիշեցի, որ դու բավականին շատ հոդվածներ ունես ու շատ խորը ցենց հետա քրքրված էր հետազոտում էր Հայաստանի տնտեսությունը ու ոչ միայն այդ թվերը, այլ նաև մարդկանց behavior-ը, իրանց ոնց որ պահելաձևը։ Ինձ հետաքրքիր է հասկանալ, այսքան տունը հանձնվում ու եթե կա կանոն, որը ֆունդամենտալ կանոն է տնտեսության, եթե առաջարկը շատ է, ոնց որ գինը իջնում է, իսկ պահանջարկը քիչ, ոնց որ գինը իջնում է, մեր մոտ ինչու չի աշխատում, որովհետև իսկապես չի աշխատում այս պահին, որովհետև անշարժ գույքը շատ է հանձնվում։ Դե ինքը, այո, դե էլի հետ վերադառնալով 2009 թիվ եւ այլն, այդ շուկաները շատ դանդաղ են շարժվում, այսինքն իրանք չգիտեմ, էլի բորսա չի, որ մի օրում 2% իջնի բարձանա։ Այդ գները սովորաբար շատ ավելի ստաբիլ են, իրանք տենց շատ չեն տատանվում, սենց դանդաղորեն, սենց տրենդերով կամ բարձանում են, կամ նվազում են։ Թե որ նայենք հայկական անշարժ գույքի թվերը, եթե դոլարով ինֆլյացիայից հետո մոտավորապես սենց բաներ, էլի ցիկլերով էր 7-ին 8-ին սկսեց բարձրացավ, հետո դանդաղ նվազեց 2013-ին, 17-18-ին սկսեց բարձրանալ, այսինքն իրանք տենց արագ չեն շարժվում։ Ու քանի որ տնտեսությունը լավ է, լավ վիճակում է, ոչ մեկ տենց առանձնապես բան չի էլի վաճառելու կամ նվազեցնելու, պլյուս այդ գուցե հանձնվում են բնակարանները, բայց ռեմոնտ առանձնապես էս բան դեռ, չգիտեմ, բոլորը չեն անում, ես այդ մասը մանրամասներից տեղյակ չեմ այդ առումով, բայց մյուս կողմից հիփոթեկը նաև sense որ մտածում ես ինքը ինչ որ չափով բավականին լավ բան առաջացնում, որը հենա, որ մենք ստիպված ենք, եթե մենք որպես հանրություն հայերս տենց խնայողական հանրություն չենք, համատած ուրիշ երկրների, հա, քիչ ենք խնայում։ Այստեղ ոնց որ ստիպողական խնայողության բան է դառնում, ինստրումենտ է ինքը դառնում։ Այսինքն եթե մենք այս չանենք, մենք շատ ավելի շատ ծախսելու ենք, չգիտեմ, այլ բաների վրա։ Բայց քանի որ արդեն ստիպված ենք ինքը պարտադիր ինչ որ ծախս է ամեն ամիս, բայց այդ ծախսը պարտադիր խնայողություն է դառնում ու ինչ որ չափով պարտադիր ոչ թե ներում, բայց գուցե ակտիվ, հա։ Այդ մարմով կարելի է մի քիչ ավելի դրական։ Հետաքրքիր է, այդ ինչքան մենք անկարգապահ ենք ֆինանսների տեսանկյունից, այս ինչքան ծախսող ենք, որ մեզ պետքա հիպոթեկ, որ կարգապահությունը ոնց որ հետ բերենք։ Մի հատ էլ տոկոս վճարենք ամեն տարի, որ գոնե բան անենք, մեզ բան ֆորմուլի մեջ փոխենք։ Կարգապահության մասով մի քիչ դժվար է ասել ոնց համեմատել ուրիշ հանրությունների հետ, բայց խնայողության մասով, հա, մենք վերջերս մի քիչ լավացել է, բայց խնայողության մակարդակի մասով մեր մոտ շատ ավելի շատ հեռու ենք ընդհանրապես աշխարհի։ Մենք վերջի անգամ որ հաշվել է 149-րդ երկիրն ենք աշխարհում խնայողությունների մակարդակով 149, այո, վերջի 25-ի մեջ էլ այդպես մոտավորապես, այսինքն խնայել չենք սիրում առանձնապես, այդ ինչ որ չափով սկսել է փոխվել, որը շատ լավ է։ Բայց էլի չեմ կարծում ենք էականորեն գուցե 120-ում ենք հիմա, բայց էլի շատ գործ կա այդ ուղղությունով անելու, որովհետև խնայողությունը դառնում է ներդրում, էլի ինքը զուտ խնայողություն չի, յուրաքանչյուր դրամ, որ մենք խնայում ենք, ինքը դառնում է պարտատոմս, դառնում է ավան, դառնում է բաժնետոմս, դառնում է ներդրում։ Բայց քեզ կասեն, որ դե փող չկա, ոնց խնայենք։ Իսկապես մարդկանց ձեռը փող չկա։ Այդ ամենա բաներից է, էլի, ինքը կոռելացիա եկամուտ ու խնայողություն, չեմ ուզում հստակ ասել կոռելացիա չկա, բայց այն տվյալները, որ ես ուսումնասիրել նայել եմ, կոռելացիա շատ քիչ է, այսինքն ես կարամ չափազանց շատ օրինակներ բերեմ, որտեղ եկամուտը երկրի միջին եկամուտը բարձր է, խնայողության մակարդակը ավելի ցածր է, քան թե մյուս երկրում, որը համեմատաբար ավելի ցածր եկամուտ լինի, բայց ավելի բարձր խնայողություն։ Իրանք իրար հետ սովորաբար կապ չունեն։ Դա սոցիալական նորմերից է գալիս, հանրությունը ոնց է վերաբերում խնայողություններին։ Մեր մոտ խնայելը քծիբություն է դիտարկվում կամ դիտարկվել, Գերմանիայում վարկն ու մեղքը, այդ երկու խոսքը նույն խոսքն է, շուլդ։ Շուլդը նշանակում է մեղք, կամ նշանակում է վարկ։ Այսինքն այդ մի քիչ հանրային սոցիալական sense բաների հետ կապ ունի։ Իսկ մշակութային sense խորը բանը, որը շատ հաճախ մեզանից կախվածել չի։ Դե գալիս է, դա էլ գալիս է նաև
կարելի ասել գուցե սերունդների ընթացքում տարբեր տիպի պատմություն, չգիտեմ, բաներ ենք տեսել, էլի, հա, որպես հայերս տեղափոխումներ, ասենք թե Եղեռն իհարկե, չգիտեմ, Արցախ, այդ ամեն ինչը որ տեսնում ես, ինքը երկարաժամկետ իհարկե անվստահություն, անվտանգության բաներ էլ է առաջացնում, էլի, խնայեմ, որ չգիտեմ, վաղը ինչ կլինի։ Բայց մյուս կողմից է կարանք ասենք Հայաստանը 25-30 տարվա ընթացքում ոչ մի բանկ չի սնանկացել։ Մենք այս վերջի տարիների ընթացքում ամեն ինչ բավականին ապահով ա եղել ֆինանսական առումով համենայն դեպս։ Տարբերություն եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի։ Մենք մի քանի, հա, տենց նայել ենք, չգիտեմ, ԱՄՆ-ում մի 1000 հատ բանկ ա սնանկացել, Անգլիայում 20 հատ սնանկացել, նույն ժամանակահատվածի ընթացքում։ Այդ չի նշանակում, որ մարդիկ խնայողություն են կորցրել, մեծ ներդրողներ, հա, ասենք ինստիտուցիոնալ, բայց տեն շարքային քաղաքացին այսպես ասած, ինքը գումար չի կորցնում։ Սովորաբար կորցնում են գումարներ մեծ, չգիտեմ, ներդրողներ, մեծ ինստիտուտներ, իրանց գումարները, հա, տենց բան արվում, բայց փոքր խնայողությունները չեն կորցվում, բացի, չգիտեմ, այդ ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում։ Իսկ ում հետ ենք համեմատվում, երբ որ դու ասում ես մենք քիչ ենք խնայում։ 180 երկրի հետ։ Չէ, դե բարձր չեն կարող օրինակ նույն Նորվեգիայի կամ Դանիայի հետ համեմատել։ Չէ, կարանք, հա, օքեյ։ Սենց մի քանի թիվ սենց հիշում եմ, Պրիբալտիկան մոտավորապես տենց 25-30%-ի մեջ էր խնայողությունը ՀՆԱ-ի մակարդակով, մեր մոտ 8 է։ Բայց իրանց աշխատավարձերի մակարդակը մոտ կակրաս մի 3 անգամ էլ բարձր է մեզանից։ Չեխիան, Դանիան վերցնենք, Դանիայում եկամուտ ավելի բարձր է, խնայողության մակարդակը ավելի ցածր, քան Չեխիայում։ Որ երկրներն էլի կներես հարկերը հանած ես այդ մասը չեմ հիշում հարկերը հանած էր թե չէ, բայց ոնց կարող տենց լինի, որովհետև ինտուիտիվ միշտ մտածում ես դե եթե եկամուտը բարձր է, ինքը պրոստը ավելի շատ կխնայի, հո իր կյանքը տենց ինֆլյացիայի չի ենթարկվում էլի, եթե ինքը պրոստը ավելի շատ է աշխատում։ Չգիտեմ, ստատիստիկան եմ այդ երկրների նշում, բայց զուտ, ասենց ասած անգլերեն ասած anecdotal evidence-ը որ նայես դու զգանք Սարյան փողոց կամ ասենք Հյուսիսային պողոտայի պարկինգները նայենք, այնպես մեքենաներ բացի մոտոմորակայից դժվար ուրիշ տեղ գտնենք, էլի։ Դե հա կենտրոնացում Դանիայում Ստոկհոլմում sense մեքենաներ չկան։ Հա, որովհետև իրանց մշակույթը ամոթ է համարվում ունենալ։ Վերադառնում եք այն հանրային ընկալումներին, էլի։ Ինչն է կարևոր կյանքում։ Դու ասացիր, որ հիպոթեկը շատ մարդկանց համար պաշտպանելու, գումարը պաշտպանելու, պահպանելու միջոցն է ու խնայողություն ձեռք բերու ներդրումային ակտիվ ստեղծելու, հա, այո։ Բայց նաև նույն բանը, նույն լոգիկայով աշխատում է թոշակային ֆոնդը։ Այսինքն ինքը քեզ ստիպում է լինես կարգապահ ու մտածես քո ապագայի մասին, չմտածելով քո ապագայի մասին։ Այո։ Դու չես տեսնում ստեղ ռիսկ, որովհետև կարծես թե ամեն ինչ գնում է դեպի այն ուղղություն, որ մենք թոշակներ չենք ունենալ ապագայում կամ ինչ որ տարիքից հետո, ինչ որ սերունդից հետո թոշակները էլ չեն լինելու, որովհետև օրինակ արտասահմանում այդ տրենդը ակնհայտ է։ Հա, այսինքն ֆիքսված պետությունից թոշակ։ Հա, օքեյ։ Դե շատ երկրներ, եթե մեծ մասը զարգացած երկրներ, կարծում եմ անցել են այդ ոնց էր կոչվում defined benefit ու defined contribution երկու համակարգ է։ Defined benefit-ը դու ստանում ես ինչ-որ բան պետությունից, որտեվ հարկ է գալիս ուրիշներից, այդ հարկը գնում է պետություն, գալիս է քեզ որպես թոշակ։ Defined contribution-ը նա, որ դու ես վճարում քո թոշակի համար հեռանկարներում, էլի։ Այդ անցումը նրա հետ էր կապված, որ դեմոգրաֆիկորեն մարդկանց հարկերը հերիք չէին վաղվա թոշակները վճարելու համար։ Հիմա մենք ստիպողաբար ստիպված վճարում ենք այդ մեր թոշակը կուտակելու համար։ Բայց էդ էլ, չգիտեմ, վատ օրինակներ չկան այս բային միջազգային, որ նշեն, որ ինչ-որ շատ վատ հետևանքներ են դրել, եղել այդ պատճառով, լավ հետևանքը նաև այն է, որ այդ ստիպողաբարը գուցե վատ է հնչում, բայց մյուս կողմից առաջանում է երկարաժամկետ կապիտալ։ Այսինքն կենսաթոշակային ֆոնդը բավական մեծ գումար ունի, ու քանի որ այդտեղ թոշակի անցնելը 20-30 տարի, 40 տարի կարա լինի, այդ պարագայում իրանք շատ երկար փողեր կարան ներդրում անել երկար ինստրումենտների մեջ։ Սովորաբար, չգիտեմ, կարա լինի venture-ային ֆինանսավորում, private equity-ան իրանք շատ դնում։ Venture-ային, բայց այդ high risk չի։
Ինքը high risk է, եթե դու ճիշտ ձևով դա չես անում, հաթաթ ես անում, եթե դու պորտֆելի մակարդակով ես անում, ինքը բավական բարձր եկամտաբերություն է ստեղծում, ինքը երկարաժամկետ է։ Ինֆրաստրուկտուրայի մեջ են ներդրում անում պենսիոն այդ կենսաթոշակային ֆոնդերը, այսինքն շատ ավելի երկար կարող մտածեն, քան թե 2 տարի կամ 3 տարի։ Ու դրա այդտեղ այդ երկարաժամկետ ներդրումները եւս արժեք են ստեղծում, որոնք եթե մենք ստիպված չլինենք խնայել, այդ ոչ մեկ շատ քիչ մարդ մտածում է 20-30 տարվա կտրվածքով Հայաստանում էլի կապիտալ ստեղծելու։ Հետաքրքիր բան ասացիր, այսինքն նայ ես ոնց եմ պատկերացնում, իմ համար կային ներդրումներ, որ ես կարող մտնեմ ETF առնեմ կամ ինչ-որ ակցիաներ առնեմ կամ պարտատոմսեր։ Կային ստարտափներ, որտեղ ես պետք է արդեն հատ ներդնեմ, կամ էլ ոնց որ դուք Equify-ում հնարավորություն եք տալիս մաս ինչ-որ շատ փոքր մասեր գնել տարբեր ստարտափներից։ Իսկ դու նոր ասացիր, որ կարելի է ինչ-որ package գնել VC։ Ոնց արդյոք ֆիզիկական անձը սովորական նման հնարավորություն ունի, թե պետք է ինչ-որ ինստիտուցիոնալ ինվեստոր լինես, որ մտնես նման դիլի մեջ։ Դե սովորաբար venture-ային ֆոնդերը մի 90%-ը VC ֆոնդերը, հա, 90%-ը միջազգային պրակտիկան վերցնում են գումարներ ինստիտուցիոնալ ներդրողներից, նայած ինչ մեծ ֆոնդ է, էլի, ինչ չափերի։ Ինստիտուցիոնալ ներդրողը կենսաթոշակային ֆոնդ է, համալսարանական endowment-ներ են, չգիտեմ, family office-ներ են եւ այլն, էլի։ Բայց նաեւ կան անձեր, ֆիզիկական անձեր, որոնք եւս venture-ային ֆոնդերում ներդրում են անում, մանավանդ եթե ֆոնդը pre-seed վաղ փուլերում է աշխատում, այսինքն ավելի վաղ ստարտափների հետ աշխատում, ոչ թե մեծ, չգիտեմ, Pixar-ի պես կամ Service Titan-ը մի քիչ առաջ։ Այդ ֆոնդերում մեծ մասը ներդրողների բան են, ֆիզիկական անձինք են։ Այդտեղ ներդրումային գումարը կարող լինի 100,000, 250,000 եւ այլն, էլի, այսինքն եթե դու այդ կարողությունը ունես, որպես ֆիզիկական անձ, որ դու ունես ներդրումային ակտիվների ETF-ներում, չգիտեմ, անշարժ գույք, չգիտեմ, պարտատոմս եւ այլն, դու դրանից ունես 100,000, հա, ու ունես նաեւ 250 կամ 100,000, ու քո պորտֆելում դա շատ մեծ մասնաբաժին չի, որը դառնում է ռիսկային, դու այդ գումարը հատկացնում ես այդ ֆոնդին։ Հայաստանում կան 5 հատ ֆոնդ, չգիտեմ, Granatus-ն, Smartgate, Formula եւ այլն, Triple S ու Big Story, հա։ Մենք Equify-ով ինչ ենք արել, մենք նենց ենք արել, որ այս ամեն ինչը դառնա հասանելի բոլորիս, այսինքն նույն մոտեցումը։ VC ֆոնդը ինչ է, ինքը վերցնում է գումար ներդրողներից 2-3 տարվա կտրվածքով ներդրում անում մի 20-30 հատ ստարտափում, հա, մասնաբաժին է վերցնում 20-30 հատում։ Երբ որ դա տենց է արվում, ռիսկը ստարտափներում ներդրում անի էականորեն նվազում է։ Այսինքն այդ 20-30 հատի մեջ մի քանիսը լավ կաշխատեն, կվերադարձնեն մեծ գումարներ, որոնք կփակեն բոլորի մինուսները։ Կներես, բայց դա պետք է դու ընտրես այդ 20-30-ը։ VC-ն մասնագիտացած ներդրող է, ինքը արդեն ինքն է որոշում, դու իրան գումար ես տալիս, ինքը արդեն որոշում է, որ 20-30-ի մեջ դնել։ Կոպիտ ասած, նույն Big Story-ին մենակ deep tech-ի մեջ է ներդնում։ Հա։ Այսինքն ներդնելով գումար Big Story-ի մեջ դու ներդնում ես անուղղակիորեն ստանում ես մասնաբաժին այդ 20-30 հատի մեջ։ Հիմա մենք ինչ ենք արել Equify-ով, որ այս նույն մոտեցումը, այսինքն այդ 20-30 հատը, որտեղ արդեն VC ֆոնդերն են ներդրում արել, որտեղ արդեն այլ ինստիտուցիոնալ ներդրողներն են ներդրում արել, մենք ստուգել դրանից հետո եւս մի անգամ նույն ստարտափները մեր հարթակում են ներդրումային, որտեղ մենք բոլորը շատ ավելի նվազ չափավոր գումարներով, ոչ թե $100,000 կարանք ձեռք բերենք այդ նույն մասնաբաժինները ու ստեղծենք նույն տիպի պորտֆել, որտեղ այդ ամենակարևոր բանն է։ Պորտֆել ստեղծելը, որտեղ հատ շատ ռիսկային է։ Կոպիտ ասած, դու ETF-ես ստարտափների ոլորտում։ Այսինքն մենք ստեղծում ենք հայկական ստարտափ ներդրումային ակտիվի պորտֆել։ Մեր միջոցով մենք բոլորը ստեղծում ենք այդ պորտֆելը։ Հիմա ինքը ETF-ը ինդեքս ֆոնդը նմանատիպ կառույց է, այսինքն մենք ունենք հասանելիություն այդ շուկային, որը առաջ չենք ունեցել։ Հետաքրքիր է, շատ տարբեր ստրատեգիաներ կան իրականում, ու ես որ դու ասացիր VC ֆոնդերի մասին, ես օրինակ մտածեցի, օքեյ, կգնամ հեսա փող վերցնեմ ու կգնամ ներդնեմ այդ VC ֆոնդի մեջ։ Բայց հետո հասկացա, որ լավ, իմ համար դաժե այդ մինիմալ շեմը բավականին լուրջ թիվ է կազմում։ Ոնց ճիշտ բաշխել գումարը ու ոնց ճիշտ դասավորել քո պորտֆելը ու այդ պրոպորցիաները,
որ նենց չստացվի, որ դու գնաս, high risk-ի մեջ դնես քո ամբողջ գումարը, վերջում պարզվի, որ դու պետք է, չգիտեմ, вообще-то 70% ETF-ների մեջ դներ սկզբից, հետո 20% ակցիաների մեջ, չգիտեմ, 10%-ը որ там տակը կմնա, դու կարեր դներ կեսը ոսկու մեջ, կեսն էլ գներ VC։ Ու ստացվում է, որ 5%-ը դու պետք է VC-ին թողեր, 100,000-ի դեպքում, եթե 100,000-ը 5%-ն է, այնտեղ դու պետք է միլիոնատեր լինես։ Այդ պատճառով էլ ստեղծել ենք այն ինչ որ ստեղ, ասենք թե այդ հարթակն ենք ստեղծել, որովհետև ներումային ոլորտը, երբ որ շատ ես իրան դժվարացնում, ավելի շատ են հավանականությունները, որ դու սխալներ անես։ Շատ ես նորություններ կարդում, շատ ես, ասենք թե խորանում դրա մեջ, շատ ես, չգիտեմ, trade անում, չգիտեմ, անալիզներ եւ այլն։ Այդ ամենամեծ սխալներից է, էլի, որովհետև դու շեղվում ես համ քո գործից, ֆոկուսից, համ այդ զուտ որ ստատիստիկան նայենք, պատմականորեն active investment-ը passive investment-ին չի գերազանցում։ Այնտեղ cost-եր կան, այնտեղ ասենք թե emotional սխալներ կան։ Այսինքն որպես ներդրող ամենատեն սխալներ կան, որոնք, չգիտեմ, ChatGPT-ով նայենք, որոնք է սխալները, այդ սխալներից մեկն է։ Ամենակարևոր հարցը, որը մի քիչ ավելի դժվար է, սխալներից խուսափելը արդեն, չգիտեմ, 70%-ը անցանք, ներդրումները արդեն հավանաբար շատ լավ կստացվեն։ Բայց ամենակարևոր մասը այդ բոլոր սխալներ չանելու ինչ հարցեր են այլ մնացել, որ լավ ներդրումային արդյունքներ ունենանք, այդ պորտֆել ստեղծելն է։ Ինչ տիպի պորտֆել ենք ստեղծում։ Այդտեղ մի քիչ ավելի ջանք է պահանջելու մարդուց, որտեվ այդ պորտֆելը ունի տարբեր տիպի ակտիվներ։ Հանշաշգույքը մի կողմ դնենք, որտեղ ինքը շատ մեծ ակտիվ է։ Դրսում ռիտեր կան, ֆոնդեր կան ավելի փոքր մասնաբաժնով, Հայաստանում դեռ չկան, բայց անշարժույթը դնենք մի կողմ, մնացած պորտֆելը որ ունենք, այնտեղ կարա լինի ավանդ, կարա լինի պարտատոմս, բաժնետոմս, չգիտեմ, ETF-ներ, ու չգիտեմ, ոսկի եւ այլն, կրիպտո, հիմա մենք էլ ավելացրել ենք այս ստարտափների մասը, որը այդ պորտֆելում կարա լինի։ Հիմա այդ պորտֆելը ինչ կազմվածք պետք է ունենա, այստեղ այդ ամենակարևոր հարցերից է։ Մի քանի պատճառով, որտեվ ինքը արդեն անձնական, այսպես ասած, ռիսկային տոլերանսից է գալիս, մեր տարիքից է գալիս, նախընտրություններից է գալիս, ինչքան լիկվիդայնություն է մեզ պետք երբ, հա։ Այսինքն եթե մեր հորիզոնը ներդրումային, չգիտեմ, 5 տարի է, այդ պորտֆելը լրիվ ուրիշ տեսք է ունենալու։ Եթե մեր հորիզոնը ներդրումային 20 տարի է կամ 15 տարի, լրիվ այլ։ Այսինքն այդ պորտֆել ստեղծելը շատ կարևոր է, այդ մեկ։ Երկրորդը ինչու է ինքը կարևոր, որ մենակ այդ պորտֆելի մակարդակով ես դու կարողանում ռիսկը նվազեցնել։ Այսինքն սովորաբար ռիսկն ու եկամտաբերությունը իրար հետ բարձրանում իջնում են, բարձր ռիսկ գործիք, բարձր եկամտաբերություն եւ հակառակը։ Միակ ձևը, որ դու եկամտաբերությունը առանձնապես չնվազեցնես, բայց էականորեն ռիսկը նվազեցնես, դա դիվերսիֆիկացիան ու այդ պորտֆելում պետքա լինեն ակտիվներ, որոնք իրար հետ չեն շարժվում, բարձրանում իջնում։ Այլ կարան հակառակը խաղալ։ Օրինակ ոսկին տենց լավ ակտիվ է այդ առումով։ Հայկական պարտատոմսը S&P-ի հետ առանձնապես կոռելացիան բարձր չի։ Ավաններն էլ։ Նենց որ այդ ունենալ այդ պարտատոմսերը հայկական, ունենալ ամերիկյան, չգիտեմ, կամ այլ զարգացած երկրների ETF-ներ, կոռելացիաները քանի որ ցածր են, շատ լավ ռիսկային նվազեցում է դառնում։ Սովորաբար ամենահեշտ ձևը պորտֆելում ինչ ունենալ, ասում են քո տարիքին համապատասխան պարտատոմս։ Այսինքն 30 տարեկան ես 30% պարտատոմս, 70% բաժնետոմս։ Բայց ez շատ пассив ստրատեգիա է։ Եթե դու 30 տարով դստեղ ինձ թվում է, նայ, ոչ թե քո տարիքից պետք է լինել քո ստրատեգիայի երկարությունից։ Եթե դու հենց հիմա մտնում ես ստրատեգիայի մեջ, որ դու պետք է 30 տարի հետո ունենաս X քանակի գումար։ Դու հիմա պետք է ինձ թվում է շատ ավելի, դու ոչ պետք է չմտածես հիմա պարտատոմսերի մասին։ Հա, դե այդ մի քիչ ստրատեգիաները շատ տարբեր են իրականում, հա։ Ինքը զուտ չափանիշ է, որ ամենահեշտն է։ Հիմա մարդ կա ուզում է 50% պարտատոմս ունենա, մարդ կա չի ուզում ընդհանրապես պարտատոմս ունենա։ Ես էլ առանձնապես, չգիտեմ, իմ տարիքը 30 չի արդեն, բայց իմ մոտ էլի պարտատոմսերի քանակը շատ ցածր է, որտեվ պարտատոմսերը այն կոնտեքստում, որ մենք հիմա ապրում ենք, տենց ինֆլյացիաների տեսանկյունից, չգիտեմ, նայած երկիր իհարկե, գեոգրաֆիկ տենց բաներից ելնելով, ավելի լավ է բաժնետոմս ունենալ։ Հա, ես ընկերն եմ, որ երևի կնայի այդ թողարկումը, բայց ինքը
բավականին լուրջ բիզնեսով զբաղվում ու պրինցիպիալ առնում է պարտատոմսերը, ինքը ասում է, որ ես ուզում եմ գոնե մի տեղ ունենամ կայունություն իմ կյանքում, ասում է, ես չեմ ուզում այդ ակցիաների տատանումը տեսնեմ, մտնեմ անընդհատ ստուգեմ, որ մի հատ էլ ստեղ չներ վայն անեմ, ու ասում է, որ իմ համար պրոստը կարևոր է, երբ որ ինձ պետք լինի այդ գումարը, ես հանեմ ու կապ չունի շուկան հիմա ինչ վիճակում է, ես իմ գումարը ստանամ հետ։ Սենց պարտատոմսերը շատ կարևոր գործիք են պորտֆելում ունենալու։ Իրանք իհարկե շատ ավելի քիչ ռիսկային են, քան թե բաժնետոմսերը։ Բայց մի քանի բան նշեմ, որ զուտ էլի պատկերացնենք, որ ամեն ինչը ունի իր ռիսկը։ Երբ որ բաժնետոմսերի ETF-ներն ենք նայում 70, 50, 40 տարվա կտրվածքով, ETF-ների շուկայի մասով, շուկան թրենդով բարձրացել է։ COVID ա եղել, պատերազմ ա եղել, չգիտեմ, Իրան ա եղել, Ուկրաինա ա եղել, թրենդով ինքը բարձրանում է։ Այսինքն, եթե մենք այդ թրենդը հաշվի առնենք, տատանումները կարճաժամկետ առանձնապես բան ենք անենք, իգնոր անենք, էլի այսպես ասած։ Եթե չմտնենք խորանանք ամեն օր նորություններ կարդանք, վայ Թրամփը ինչ ասեց կամ ինչ արեց կամ չգիտեմ, sense բաներ չխորանանք դրա մեջ, ինքը շատ հեշտ գործիք է։ Պարտատոմսերի մասով կարելի է իրան պատկերացնել, որ շատ ավելի քիչ ռիսկային գործիք, որտեվ ինքը ինչ որ չափով պայմանագրային քեզ խոսք է տալիս, որ ինքը այսքան ամեն ամիս, չէ, ամեն քառորդ կամ ամեն կես տարի կամ տարի քեզ գումար է վերադարձնել։ Նախ նշենք ինչ է պարտատոմսը, որ պարտատոմսը դա ֆիքսացիա կամուտ է, ֆիքսինգ, հա։ Սկսենք դրանից, որ ընկերությունը, որը ընկերությունը բան չէ, վարկավորելու տարբերակներից մեկը, երբ որ ընկերությունը չի ուզում գնա բանկին դիմի կամ չի կարողանում դիմի բանկին ու վարկ վերցնի, ինքը դուրս է գրում, թե տենց են ասում, դուրս է գրում պարտատոմսերը։ Այո, թե ստեղծում է։ Թողարկումը պարտատոմսերը։ Ու դա զուտ վարկը, որը դուք եք տրամադրում ընկերությանը, ոչ թե բանկը։ Այո։ Հա։ Ու ըստ դրա, եթե մի քիչ խորանանք, պարտատոմսերը ունեն իրանց credit rating-ը Հայաստանում դեռ ոնց որ թե չունենք այդ բանը, բայց դուրսը որ այդ սախ ֆիչերը, Moody-ները, S&P-ները եւ այլն, իրանք credit rating են տալիս կազմակերպություններին, իրանց պարտատոմսերին։ Ու նենց չի որ բոլոր կազմակերպությունները ունեն նույն rating-ը, նույն երկրների rating-ն էլ է տարբերում, չէ՞, AAA, չգիտեմ, B, C եւ այլն։ Հիմա այդ առումով կան դուրսը investment grade պարտատոմսեր, որոնք վստահելի են, AAA-ա, AA-ա, չգիտեմ, իր ռեյթինգը, ու կամ պարտատոմսեր, որոնք կոչվում են, ասենք high yield, կամ ասենք junk, այսինքն որոնք շատ բարձր տոկոսադրույք են տալիս, բայց ասենք իրանք այտենց ռիսկ ունեն իրանց մեջը, որ կարան չվերադարձնեն։ Հիմա այդ ռիսկը սովորաբար երբ է տեղի ունենում, երբ որ շուկան թուլանում է, ոչ թե շուկան, այլ տնտեսությունը։ Այսինքն այդ կազմակերպությունները շատ ասենք կարան սնանկանան, այսինքն ինքը ապահովագրված բան չի, այսինքն քո ընկերությունը, որ դու վարկ ես տվել ու պարտատոմս ես իրանից վերցրել, ինքը երաշխավորված չի ու այդ ընկերությունները կարան լավ ղեկավարում ունենան, կարան շատ վարկով բան ունենան, վարկավորված լինեն, կարան նենց ոլորտում լինեն, որը շատ տատանումներ է տեսնում, հա, այսինքն ռեստորանին վարկ տալը մի բան է, վարկ տալ տելեկոմին այլ բան է, տելեկոմը շատ ավելի ստաբիլ եկամուտներ ունի։ Նույնը պետական պարտատոմսերը։ Այո, ամեն ինչ իր ռիսկեր ունի։ Ու որպեսի մենք, եթե պարտատոմս ենք նայում, որպեսի իմ անձնական բանն է, էլի որպեսի ես չխորանամ մի հատ էլ այդտեղ ռիսկեր հաշվեմ, կորպորատիվ ղեկավարումը, ֆինանսական բալանսը եւ այլն։ Ես պարտատոմսերի մասով ամենաքիչ ռիսկայիններն եմ վերցնում, ավելավա ես մի 2% քիչ վեր ստանամ, քան թե հակառակը ես մտնեմ մի հատ այդտեղ խորանամ։ Այդ ներդրումների թեման շատ հետաքրքիր է ու ես զգում եմ, որ մարդկանց հետաքրքրությունը շատանում է, որովհետև մարդիկ էլ են տեսնում արդեն ալտերնատիվ ինչ-որ տարբերակներ, որոնք իրականում աշխարհում, ամբողջ աշխարհում արդեն վաղուց ալտերնատիվ չեն, այլ հիմնական են դարել, բայց մեր մոտ նոր են հայտնվում։ Հիմա նայ, մենք ոնց որ վերջից եկանք այն ամենասկզբի թեմային, որը պետք է մարդկանց հետաքրքրի, երբ մարդը կարամտացի ներդրումների մասին, որովհետև շատ մարդիկ Հայաստանում ունեն վարկեր, ունեն պարտքեր ու ոնց որ գումարել չի մնում տակը, որ ներդնում անեն։ Ես չգիտեմ, մի քիչ համաձայն չեմ այդ մտքին, որտեվ ես որ նայում ես ինչ տիպի ծախսեր ենք մենք որպես հանրություն անում, դրա համար էլ փող չունենք։ Նու ասում եմ։ Ուզում եմ ասեմ, այդ ծախսերի մի մասը համենայն դեպս, ոնց ասեմ, հայեցողական ծախսեր են,
ստատիստիկա չունեմ հայկական, չգիտեմ, տարբեր տիպի, չգիտեմ, էլի մի հատ փողոցով անցնենք, մի հատ ռեստորանների նայենք, ինչքան են մարդ կա այնտեղ, ռեստորանը ծառայություն է մատուցում կամ գինիների փառատոներ, գարեջրերի փառատոներ, ֆեստիվալներ եւ այլն, էլի մեքենաների մակարդակ որակ, այսինքն շատ բաներ կան, որոնք ասում են, որ շատ ավելի խնայողությունների մասով շատ ավելի ունակ ենք, քան թե անում ենք։ Հենց որ կան իհարկե երևի թե շերտեր կամ սոցիալական, որոնք ավելի քիչ եկամուտ ունեն, բայց մյուս կողմից ու գուցե ավելի վարկ ունեն, բայց վարկելն էլ է գալիս։ Մենք ունենք մի հատ բանկային վարկերի պորտֆելն է նայել, չգիտեմ, մի կես տարի առաջ, մենք ունենք 2 հատ էքսպոնենցիալ աճ ունեցող կորը տեղ, այսինքն ասենց, հա, գեոմետրիկ պրոգրեսիվ կորա, ինչ երկու հատ, մեկը ասենց, մեկը մյուսն էլ կողքից, մեկը հիպոթեկն է, մյուսը սպառողական վարկն է, մնացած վարկերը, որոնք բանկերը տրամադրում են, ասենց ինչ որ աճում են ինչ որ չափով, բայց ստագնացիոն վիճակ ավելի շատ կասեի։ Սպառողականը, բայց ինչ տրամաբանությամբ տեղ հայտնվեց։ Դե, որտեվ սիրում ենք, չգիտեմ, սպառել։ Այսինքն ոստեղ ավտովարկը, լիզինգը մտնում են դրա տակ։ Այո։ Ավտովարկն է, ռեմոնտն է ենթադրաբար, կահույքն է, շորերն են, էլեկտրոնիկան է, այսինքն ինչ կարանք վարկով առնենք խանութից, դա էլ այդ վարկերի տակ է։ Դե այդ վարկերի հասանելիության պատճառով է երևի նաև, որովհետև հիմա վարկը ամեն օր է, դու կարաս։ Ես ռադիո ռեկլամն եմ հիշում, որ վայ չհասրեցիր մանկապարտեզիդ վարկը ծախսը փակել այսօր, ոչինչ, գնա վարկ վերսա մանկա երախուտ մանկապարտեզի վարկը փակի, ծախսը փակի վաղը, հետո կվերադարձ։ Մեքենատ գրավ տուր, ինչ որ բան չգիտեմ, արցակուրտի չկարողացար գնալ, հա ոչինչ, մեքենատ գրավ դիր, գնա արցակուրտ, այսինքն այդ մի քիչ բանի է, էլի, այնտենց լավ չէ։ Ես просто լավ հիշում եմ, գիտես ինչ, ես ոդկաստ էի նկարում, Martic Life ոդկաստ էի նկարում Arm Comedy Նարեկի հետ, ու մենք խոսում ենք ներդրումներից, ու ինքը ասեց, լսի դե ես 13%-ի հիպոթեկի տակ եմ։ Ինչ ներդրումներ, ինձ պրոստը մաթեմատիկորեն ավելի ձեռնտու է փակել հիպոթեկը, որը ինձանից վերցնում է 13%-ը, քան թե դնել S&P 500-ի մեջ, որը 10% է բերում։ Այո։ Ինչ կասես դեռ։ Դե այնտեղ նայած ինչքան ես դու խնայում, եթե այսինքն դու խնայում ես օրինակ 13%, 100,000 պետքա վճարես բանկին կամ 200,000, չգիտեմ ինչքան է թիվը։ Ենթադրենք դու աշխատում ես 500,000, 200,000 տալիս ես հիպոթեկին։ Հա, հիմա եթե այդ մնացած գումարից եւս գումար մնաց, դու դնում ես, չգիտեմ, S&P-ա, ավանդա նույնիսկ մի տարով, 5 տարով, 10 տարով, ու հետո այդ քո գումարը եւս աշխատում է, ու ասենք թե 5 տարուց հետո կամ մի տարուց հետո քո այդ 200-ը չի գրա աշխատավարձից փակելու վարկը կգնա այն քո խնայած գումարը, այսինքն փակի վարկդ հավելյալ ներդրում արա։ Այ ես այդ արգումենտը հետո եք։ Բայց հետո մի հատ sense բան կա, շատ կարևոր էլի։ Օրինակ ունենք վարկ փակելու ամորտիզացիա 200,000 ամսական։ Ինչ որ գումար ստացանք։ Արդյոք այդ գումարը գնում ենք, մայր գումարն ենք մարում միանգամից, թե չէ։ Այսինքն պատկերացրեցիք հարց, այսինքն այնտեղ եթե դու ունես 200,000 ամեն ամիս, չգիտեմ 20 տարվա կտրվածքով։ Ամեն ամիս այդ 200-ը վճարում ես դե ստաբիլ։ Բայց գալիս է մի գումար, հավելյալ 100,000-ը, հավելյալ 1 միլիոն է։ Դու այդ 1 միլիոնը ինչ ես անում։ Տանում ես միանգամից մայր գումարն ես փակում, թե չէ։ Ավելի լավ է այդ 1 միլիոնը գնալ դնել ավանդ գուցե, այդ ավանդը բաշխել, որ այդ ավանդը 10 տարուց հետո դառնալու է, չգիտեմ, 1.5 միլիոն, 2 միլիոն, այլ ոչ թե միանգամից փակել, ստեղ ինքը 1 միլիոն արժի այդ փողը։ 10 տարուց հետո ինքը կարժանա 2 միլիոն։ Այսինքն ինքը ավելի լավ է այդ համ տոկոսը գումարվի իր վրա, համ ինֆլյացիան գումարվի իր վրա, այսինքն այդ առումով ներդրումը ինքը բոլոր դեպքերում այդ տոկոսների իր վրա աշխատում են, ավելի լավ է հիմա այդ մայր գումարը չփակել։ Գիտես չէ, իրականում շատ ճիշտ է, բայց հակաինտուիտիվ է հայերի համար, որովհետև էմոցիոնալ ավելի հեշտ, այո։ Համ էլ քանի որ այդ գործիքները չկային երբեք ու հիմա հայտնվում են, ու լավ, Armbrok-ը կար, երևի ու ինքը միակներ կամ համարյա միակներ, հիմա որ Wilco, Freedom, ելով կան դա, Շատ են արդեն այդ ներդրումային ընկերությունները,
ու հայերի մոտ այդ մի քիչ ատաժենյա առաջացնում, երբ որ դու ասում ես ոնց 1 միլիոն ստացել ես մի վարկը տարակ փագի, այլ արի ներդրում կատարի, ինքը ասում է ոնց թե ես կգնամ բան անեմ, ինքը չի մտածում որ սառեցում է գումարի։ Դե ներում գուցե կարող է ասենք ավանդը հերիք է արդեն։ Ավան դնել է այդ պահին այդ 1 միլիոնը արդեն հերիք է։ Նույն բանկին ես այդ փողը տալու, հա, այսինքն դու այդ նույն բանկում կարաս 1 միլիոնը դնես, որտեվ այդ 1 միլիոնի վրա կուտակվել է տոկոս ու կուտակվել է ինֆլյացիա։ Այսինքն այդ 1 միլիոնը շատ ավելի շատ է քեզ արժանալու 15 տարուց հետո։ Հիմա դու բանկին տալիս ես 1 միլիոն, որի վրա ինքն է տոկոս աշխատելու, այլ ոչ թե դու։ Լսի, երկու ստրատեգիաներ նորմալ է, պրոստը ինձ թվում է кейսից է կախված։ Ես որ սկսում էի ներդնել, ես вообще մտածում եմ սկզբից շատ բարդ բան է։ Չեմ գովազդում հիմա ոչ մի ծառայություն, ոչ մի հարթակ, լուրջ իմ փորձառությունն եմ ասում, ես մտածում եմ շատ բարդ բան է։ Իմ ախպերս շատ վաղուց է սկսել դա անել, ու ես տեսնում եմ ինչքան է ինքը խորացել այդ ամեն ինչի մեջ, ասում եմ դե լավ, այդ մարդը ֆիզմատ է ավարտել Ռուսաստանում MFT-ի լավագույն ֆիզիկա, մաթեմ բան ավարտել, ու ինքը ասես խորացել է, հասկանում այդ ամեն ինչից, ես պրոստովարական ինժեներ եմ բանից, ես չեմ ուզում խորանամ դրա մեջ ու մտածում եմ շատ բարդ է։ Հետո հասկացա, որ հավելվածները հարմար են, ես պրոստը մտնում եմ, ընտրում եմ այն ինչը որ ինձ պետք է, ոնց որ խանութում ինտերնետում սկսում եմ առնել ու Ստեղ փառք Աստծո իմ մոտ այդ բանը կա պլանավորման, քանի որ ես շուտի ղեկավար եմ ու կրթությամբ ինժեներ, ես 30 տարով ստրատեգի գծեցի, ինչ եմ առնելու ու որ փուլում ու երբ եմ վերանայում։ Ու ես շատ ուրախ եմ, որ ես անգամ մոռանում եմ մեկ-մեկ վերանայեմ, որտեղ ես 6 ամիսը մեկ պետք է վերանայի իմ պորտֆելը, ես չեմ էլ մտնում այդ հավելված երևի։ Ու իմ ստրատեգիան հետևյալն է, հիմա high risk, մոտավորապես մինչև 15 տարի ես կարամ թույլ տամ բավականին ռիսկային բաներ փորձեմ, իսկ հետո 15-րդ տարուց հետո ես սկսում եմ արդեն փոխել պրոպորցիաները ETF-ների ու ակցիաների։ Իսկ հիմա ինձ թվում է շատ լավ ժամանակ է առնել ակցիաներ, փորձել, անգամ տրեյդինգ անել։ Ես հասկանում եմ դու ինչ ես ասում, որ տրեյդինգ անողները հիմնականում պարտվում են շատ ավելի լուրջ տրեյդերներին, ովքեր այտենց մեծ ընկերություններն են, չգիտեմ, որոնք ամեն ինչին հետևում են միլիվարկյաններով, բայց ինձ թվում է մենք հիմա այն դարում ենք ապրում, երբ որ դու պրոստը կարաս մի հատ լուրերի ալիքը միացնես live, նայես Թրամփը ինչ ասում ու հետևից առնես։ Ու դա էլ է trading principi, ու դա էլ է high risk, բայց ոնց որ երաշխավորումը քո պորտֆելի աճը ստեղ Թրամփը։ Երբ ինքը ասեց, ինչ ասեց, դա էլ աճում է։ Շատ չխորանամ երկու բան ասեմ այս թեմայով, սա մեկ այնա, որ դա Samsung-ի ասածը չի, այսինքն այդ ստատիստիկա, research-ը, այսինքն լիքը sense research կա, որ active management-ը զուտ պարտվելու է ընթացքում տարբեր պատճառներով։ Երկրորդը, բայց մի բան ասեմ, եւս ավելացնեմ դրան, որ երբ որ մենք ինչ-որ բան ենք առնում, այսինքն SpaceX լինի դա, չգիտեմ, Tesla լինի, Amazon-ը յուրաքանչյուր բաժնետոմս, եթե դու այդ բաժնետոմսն ես առնում, ու իր գինը 153 է, որը արտացոլում է իր ապագա կանխիկ հոսքերի present value, այսինքն հետ հաշված եւ այլն, ոչ չխորանանք այդտեղ։ $153 կամ չգիտեմ ինչքան է։ Եթե դու իրան առնում ես, դու արդեն ենթադրություն ես անում, որ դու ավելի շատ տեղեկացված ես, ավելի շատ ինֆորմացիա ունես, ավելի լավ անալիզ ես արել, արդյոք այդ 153-ը լավ թիվ է թե վատ։ Եթե առնում ես, մտածում ես, որ ինքը պետք է լինի $160, ոչ թե 153, դրա համար է առար։ Այդ ենթադրությունը գալիս է, այսինքն մենք ստեղ ենթադրում ենք այնքան ինքնավստահություն ունենք, որ մենք ավելի խելացի ենք, քան ստե բոլոր միլիոնավոր մարդիկ, որոնք այդ նույն ընկերությունը վերլուծել են։ 20-30 անալիտիկները JP Morgan-ի, Goldman Sachs-ների եւ այլն, որոնք եւս այդ ընկերությունները վերլուծել են։ Մենք ենթադրում ենք, որ մենք սա DCF մոդելները, relative valuation-ները, ինչ ասես, մակրոստատիստիկան, Fed-ը ինչ արեց, չարեց եւ այլն, այդ ամենը վերլուծել արել ենք ու մենք ավելի լավ ենք գնահատում, որ սա 153 չի, սա պետք է լինի 154։ Հիմա ես այդ փորձը ունեցել եմ մի 10 տարի մոտավորապես active management, չէ, 10 շատ եմ ասում, 8 տարի երևի զբաղվել եմ active management-ով։ Ու այդ սխալները ես ինքս եմ արել, բայց էլի անտեսելով ստատիստիկան, research-ը, մասնագետների ասածը եւ այլն։
այդ գալիս է ինքնավստահությունից, մի քիչ էգոից է գալիս։ Դրա համար իմ մոտեցումը սրան S research-ը ստատիստիկան sense տասնյակ տարիներով ապացուցված է։ Այս իմ փորձից եմ ասում ու ինքը ինչի հետ է կապված, էլի, ասենք այդ cognitive մեջ լիքը bias-ներ կան, էլի, էմոցիա, sense մարդու emotional bias-ներ են կոչվում, այսինքն confirmation bias, այսինքն в общем sense մի հատ էմոցիոնալ ավելի շատ մարդու հետ կապված սխալներ է անում ստեղ։ Բայց գիտես, հա մի կողմից դու կա ստավկա ես դնում ինչ որ մեկի դեմ, ու ոչ մեկի, այլ միլիոնավոր շուկայի դեմ, բայց մյուս կողմից դու մտել ես ներդրումային շուկա, ֆոնդային շուկա, դու ունես ինչ-որ մարտավարություն, դու ինչ-որ բանին հավատում ես, դու հավատում ես, որ այդ տանտեր AI-ը ապագան է, դու հավատում ես, որ էներգետիկայի շուկան ապագան է, դու հավատում ես, որ կվանտային կոմպյուտերները ապագան են, ու դու ըստ դրա դնում ես դրա մեջ։ Հա, իհարկե։ Ոնց որ այստեղ դու հա գիտես հիմա տենց է գնահատվում, բայց 30 տարի հետո շատ լավ բան է, որտեվ ես այս բոլոր մտքերը ես տանում եմ, չգիտեմ, մեր ներողների հետ շփվելուց։ Հիմա մի հատ WhatsApp Messenger։ Մեզ դուրը գալիս է, չգիտեմ, չիպերի ETF-ը։ Հա, մեջը, ասենք, microchip-ը, Nvidia-ը, չգիտեմ, Broadcom-ը եւ այլն։ Լավ, օքեյ։ Այդ մեկը, եթե դուր ագալիս, կարանք այդ ETF առնենք, ինքը ավելի լավ է, քան թե գնալ հատ, չգիտեմ, մի հատ միկրոչիպ առնել, մի հատ Nvidia, որոնք, չգիտեմ, որոնք իրանք լավն են։ Okay, ETF-ը ավելի լավ է։ Բայց եթե մենք հավատում ենք AI-ին, օրինակ, մենք եթե առնենք Nasdaq-ը, Nasdaq-ի մի 30%-ը AI է։ Այսինքն մենք արդեն Nasdaq-ը առնելուց առնում ենք AI։ Պլյուս ինչա տեղի ունենում, որ այն մնացած այդ AI-ը կարող է overvalued լինի, այսինքն իր արժեքը կարող է չափազանց բարձր լինի հիմա։ Ու ըստ դրա այն 70%-ը կարող է ավելի թեր գնահատված լինի։ Այսինքն այդ մասով, եթե մենք առնում ենք ETF, չի նշանակում, որ մենք AI-ին չենք հավատում։ Իր դերը արդեն բավականին մեծ է S&P-ի մեջ։ Հիմա այդ մենակ S&P չի, կա, ասենք թե տարբեր Nasdaq կա, S&P կա, տարբեր երկրների ETF-ներ, տարբեր, չգիտեմ, էներգետիկային հավանում ենք, արանք ինչ-որ commodity ֆոնդ առնենք, հա, հումքային ֆոնդ առնենք ETF եւ այլն։ Դենց որ ասածն է, որ ավելի տենց զուտ research-ի կամ ծախսերի sense բանի վրա հիմնված այդ ETF-ները շատ լավ գործիք են, իրանք նաև ավելի քիչ ծախսատար են ու հատ հետևել ինչ որ կամպանիայի, չգիտեմ ինչերին, այդ ահավոր մեծ ֆոկուս, էներգիա ու ստրես ավելացնում իր կյանքում։ Մի հատ էլ ստատիստիկա կա, չեմ հիշում հստակ թվերը, բայց ինքը ասում է, որ միջինում, որպեսզի քո պորտֆելը աճի, դու պետք է մի քանի տասնյակ տարբեր ակցիաներ ունենաս, եթե դու ուզում ես մենակ ակցիաներով շարժվես, իսկ դրա համար ոնց որ ETF-ները ավելի հաճախ են միջինում շահում ծր մենակ ակցիաներով պորտֆելներին, որովհետև իրանք ստաբիլ աճում են, այնտեղ բազմազան ընկերություններ կան։ Ամենակարևոր այս բաներից մեկը նաև են, հա, որ բացենք Intel-ի ստոկը, հա, Intel, ոչ մի լավ կազմակերպություն է, 98-ին, ինքը իր գրաֆիկը այսինքն է։ Այսինքն բարձրացել է, դու չէ՞ հիմա էլի է բարձրացել։ Բայց ես վերջերս Թրամփի ասածից հետո։ Չէ, ոչ Թրամփի, ասենք ինքը պետությունը մասնաբաժին է վերցել այդ ընկերության մեջ։ Ու ըստ դրա էլ ինքը աճել է, որովհետև չգիտեմ, պատվերներ են գալու եւ այլն։ Ու վերցնենք նույն ժամանակի հատվածի S&P 500 կամ Nasdaq-ը։ Վերցնենք Nasdaq S&P, ասենք 70 տարվա կտրվածքով, 100 տարվա կտրվածքով։ Այստեղ trend կա, այդ trend-ը log chart-ը մանավանդ որ դնենք, ոչ թե ասենց էքսպոնենցիալ որ ինքը դառնա, log chart որ դնենք, իր trend-ը համարյա թե չի շեղվում, ինքը տարեկան 12% ինֆլյացիայից հետո փող է բերում։ Ինձ ասեն, SpaceX-ը ինչ կանի վաղը չեմ ուսոր, կամ չգիտեմ Tesla-ն կամ որևէ ակցիա Intel-ը կամ ես չգիտեմ։ Ու ասենք, որպեսզի ես նույնիսկ ինչ որ չափով մասնագիտական կարծիք կազմեմ, ես պետքա մտնեմ, խորանամ իր տվյալների մեջ ու բացի հին տվյալները օքեյ է, ես պետքա նաև ինչ որ ենթադրություններ անեմ SpaceX-ը վաղը ինչ անելու, 5 տարուց հետո ինչ անելու, 10 տարուց հետո ինչ անելու, հիմա ինչա կանխատեսվում, այդ հոսքերը ֆինանսական ո՞նց են լինելու, Elon Musk-ը որտեղ է ներում անելու, այդ ո՞նց է ֆինանսական հոսքը, ես չգիտեմ, բայց ես գիտեմ, որ S&P-ն 70 տարի այս trend-ով աճել է, հիմա որն ավելի է, մենք նստենք սա վերլուծենք, ինչ որ ենթադրություններ անենք, չէ, չգիտեմ, իմ համար ամենայն դեպս թվում է, որ այս trend-ի վրա աշխատելը շատ ավելի հեշտ է, արդյունավետ։
Նայ, ուզում եմ բլիզ չասեմ, բայց կարճ պատասխաններ տանք բարդ հարցերին։ Երբ պետքա ներդնել։ Երբ պետքա սկսել ներդրումներ անել։ Դե ինչքան շուտ այնքան լավ, վաղ տարիքում էլ ավելի լավ։ Վաղ տարիքում ինչքան։ 15 տարեկանից։ Ինչ գումարից պետքա սկսել։ 20% եկամտից։ 20%, 20, ես շատ հաճախ լսում եմ 10, բայց 20։ Դե մարդիկ 30-40 են խնայում։ 20-ը միջազգային զարգացած երկրներում 20-ը բավականին ցածր թիվ է։ Դե եթե ուզում ենք զարգացած դառնանք, պետք է ավելի շատ խնայենք, քան թե 20-ը։ Բայց մենք խնայում ենք 8%, հա, միջին։ Այո, մեր աշխատավարձների։ Իսկ, չգիտեմ, արագ զարգացող երկրներում այդ 30-ի կոմերն է։ 30, վաու։ Համարը 4 Դե անգամ։ մի մասը պարտադիր է, մի մասը մեր անձնական է, մի մասը կարող է կենսաթոշակայինով գնա, բայց բոլոր դեպքերում անձնական այն, որ մենք գալիս է մեր հաշիվ բանկային, 20%-ը տեղ լրիվ նորմալ թիվ է։ Ինչ պետքա ստուգել, անել, double check անել, սկսելուց առաջ ներդրումներ, սկսելուց առաջ։ Վերցնել, նայել հաճախ արվող սխալները, որոնք են, դա ամենակարևորն է։ Սխալներ չանելը ներդրումային արդյունքների մի 80%-ն է։ Ինչ սխալների մասին է խոսքը, այն հիմնական ինչ որ բազային մի քանի սխալ։ Trading չանել, օգտագործել դիվերսիֆիկացված գործիքներ, քիչ ծախսատար, օրինակ ETF-ներ։ Այդ երկուս, երրորդը ստեղծել պատշաճ պորտֆել, նախորոք մի անգամ դա ջանք անել, հետո էլ բան չանել, չխորանալ դրա մեջ։ Պատշաճ պորտֆել ստեղծել ըստ լիկվիդայնության, իսկ ռիսկերի ու չորրորդը այդ կարգապահություն ունենալ։ Այսինքն ամեն ամիս անել նույն բանը, շատ նորություններ չկարդալ, չխորանալ այդ ամեն ինչի մեջ, ինքը աշխատում է իր համար։ Այդ 5-ն են էլի մոտավորապես, գուցե այլ բաներ լինեն, հիմա չեմ վերհիշում, բայց այդ մի 4-5-ը չանելը արդեն մեծ պլյուս է առաջացնելու։ Ոնց որ խոսացինք ֆոնդային շուկայի մասին, բայց երբ մարդը կարա մտածի Equify-ում կամ այլ հարթակներում նմանատիպ ինչ որ ստարտափների բաժնեմաս առնելու մասին։ Մեր մոտ մոտեցումը սենց է, էլի լավագույն փորձից ելնելով, մեր համար ներդրողի արդյունքները ամենակարևորն են, ինչքան էլ Հայաստանի համար տեխնոլոգիաները լավ է եւ այլն, առաքելություն նաեւ է, բայց ներդրողների արդյունքները ամենակարևորն են։ Ըստ դրա մենք ասում ենք, եթե դու քո այդ պորտֆելը որ ստեղծում ես, դիտարկի մաքսիմում 10% հայկական ստարտափներում։ Տարբեր պատճառներով, նաեւ այն պատճառով, որ ասեցինք մասնագիտացած կապիտալը Հայաստան ուր է գալիս, ինքը գնում է ստարտափներ։ Այսինքն դրսի մասնագիտացած կապիտալը չի գնում Ավանդ, չի գնում, չգիտեմ, Պարտատոմս, չի գնում Անշարժույթ, ինքը գնում է ինչ որ չափով պետական Պարտատոմս, 40%-ը, ստարտափ ինքը գնում է 95%-ը ստարտափների դրսի մասնագիտացած բանա, կապիտալը։ Մենք ասում ենք քո ընդհանուր պորտֆելի Պարտատոմս, Ավանդ, Բաժնետոմս ETF 5-ից 10% հայկական ստարտափներում։ Դա ամենակարևորը դրա մեջ երկու եւս բան ավելացնում, 1 20-ից 30 հատ ստարտափի մեջ անել, էլի լավագույն փորձն է ֆոնդեր եւ այլն։ Երկուս դա անել ոչ թե մի անգամից, դա անել 2-3 տարվա կտրվածքով։ Այդ ոնց 30-ի մեջ մի անգամից չդնել, այլ 2-3 տարվա կտրվածքով։ Բայց ռիսկ կա, որ դու միջև թվին հասնես, կեսը կփակվի։ Չէ, որոշները դժվարություն։ Դե 2-3 տարի չէ, իրանք սովորաբար շատ ավելի երկար են, քան 2 տարի։ Ոնց որ ETF-ների լավը ինչ է, դու մի անգամից դնում ես, մի անգամից 500, չգիտեմ, ինքնության մեջ ես գումարը դնում, կոպիտ ասած եմ, որ մեմ կա, ասում եմ ինչով ես զբաղվում, ասում եմ ին վրա 500 ընկերություն աշխատում, ինչ դու շատ լավ կոմենտ է, այո, 500 ես առել, բայց 500 լավագույն բան տնօրեն է։ 2-3 տարին ինչով է կարևոր, ինքը այնով է կարևոր, 500 այդ կազմակերպությունը արդեն հասուն շուկաներում են գործում, որոնք արագ չեն փոխվում։ Տեխնոլոգիական ստարտափների ոլորտը շատ արագ է փոխվում։ 3 առաջ օրը ասենք SaaS B2B էր, հիմա AI է, վաղը չիմս օր quantum computing է, մի քանի օր հետո ասենք թե space tech է եւ այլն, հա, ինքը շատ արագ փոխվող է։ Եթե դու մի կետում ես ներում անում ամեն ինչը, դու ձեռք էր բերելու մի քանի տարի B2B SaaS բոլոր 20-30-ը, հեսօր եթե մի անգամից անես 20-30 հատ AI, վաղը անես կարող է 20-30 հատ quantum։ Մեզ պետք է լինել ամեն բաների, տարբեր տեխնոլոգիաներում ու տարբեր ստարտափներում։ Թիմերն են տարբերվում, չգիտեմ, ունակություններն են տարբերվում եւ այլն, էլի տարբեր ոլորտներ են։ Okay, սխալների մասին խոսացինք, վերջին հարցը, մի հատ sense վախ կա,
բա որ փակվի, բա որ վաղը մի բան լինի, սաղ փակվեց, բանկ փակվեց, Equify փակվեց, բանը փակվեց, ֆոնդային բորսան փակվեց, կամ ընկերությունը, որի միջոցով դու ներդնում ես, փակվեց, հավելվածը հասանելի չի։ Okay. Բա որ տենց եղավ։ Դե սկսենք շարքով, նախ աշխարհը երբեք չի ավարտվում, եթե ավարտվի արդեն մնացածը կարևոր չի, նենց որ այդ առումով մենք լավատեսենք ու այդ սենց ասացված կա, որ ես շատ է դուրս գալիս, լավատեսները դառնում են հարուստ, վատատեսները հեռանում են կյանքից խելացի։ Հիմա լավատեսությունը կարող է պարբերաբար նաիվ թվա, բայց ինքը էլի շատ ավելի, ասենք, արդյունավետ մոտեցում այսպես է։ Հիմա ասենց սխալ բաներ պետք չի անել, բայց բոլոր դեպքերում լավատեսությունը օգտակար է։ Հիմա այդ անցնենք այդ кейսերով։ Բանկը եթե փակվեց, այնտեղ պետություն կա, ավանդը երաշխավորված է։ Եթե ինչ որ մեկը փող կորցրեց, փողը կորցնելն ավելի շատ մեծ կորպորատիվ ինստիտուցիոնալ կլիենտները բանկերի։ Ինչ վերաբերում է ներդրումային ընկերություններին, ներդրումային ընկերությունները ու բանկերը նաև Հայաստանում համենայն դեպս ու նաև դրսում։ Բանկ ու ինստիտուցիոնալ կամ ներդրումային ընկերությունները սովորաբար չեն սնանկանում, փակվում, դռները փակում եւ այլն, իրանք վաճառվում են։ Բանկը թույլ բանկը վաճառվում է ուժեղ բանկին, ինչ որ մեկին զանգում է, ասում է, գիտես ինչ կա, հիմա այս բանկը պետք է առնել։ Կամ այս ներդրումային ընկերությունը պետք է առնել, որովհետեւ ասենց չեմ ուզում կանխագուշակել, բայց ինքը նաև ռիսկ է ոչ թե մենակ, նաև կարգավորողների համար, քաղաքական ռիսկ առաջանում եւ այլն, էլի, այսինքն պրակտիկայից ելնելով տենց չի լինում, որ ինչ որ մեկը վերցեց գումարները գնաց, եթե դա ինչ որ պիրամիդա չի կամ Hello Bit չի կամ տենց ինչ որ բաներ։ Այսինքն եթե ինքը կարգավորվող կառույց է, մենք էլ կարգավորվող ենք, ես կարամ ուղղակի կիսվել ինչքանով է այդ ամենը մանրակրկիտ ամեն ինչ կարգավորվում։ Շատ լավ որակով է միջելուց մեր ֆինանսական համակարգը։ Նենց որ այդ առումով, բայց ներդրումայինների նաև տեսանկյունից նաև կարևոր ասել մեր մասով համենայն դեպս մեր ներդրողների կամ մեր բոլորիս ներդրումները պահվում են Equify-ից առանձին։ Այսինքն եթե ես օրինակ կամ դուք ձեռք բերեցիք բաժնետոմս, ինքը պահվում է դեպոզիտարիայում, ստարտափի բաժնետոմսը պահվում է դեպոզիտարիայում։ Այսինքն Equify-ը զուտ միջնորդ է, ինքը տարանջատված է, segregated է, մարդու ակտիվները։ Դες դուք ինտերֆեյս եք ուղղակի։ Այո։ Ու նույն բանն է, ես կարծում եմ ուրիշ հարթակներում էլ է, այդ ամեն ինչը տարանջատված է, այլ ինքը ներդրումային հարթակ է ու իր ռիսկը չպետք է անցնի ներդրողի ռիսկի վրա։ Իսկ միջազգային շուկայում ինչ մրցակից չասեմ, բայց նման պրոդուկտներ կան։ Հա, դե մենք այս ամեն ինչը այտենց երկար տարիների ընթացքում ուսումնասիրել ենք, նայել ենք լավ кейսերը, վատ кейսերը, որն է ներդրողի տեսանկյունից ավելի արդյունավետ, տարբեր մոդելներ կան, դուրսը շատ այնց հարթակներ կան, անունները չնշեմ, մենք ընտրել ենք այն մոտեցումը, որը մենք ինչ որ չափով ավելի պատասխանատու ենք ներդրողների արդյունքից, հարթակներ կան, որ ինչ ասես կարան դնեն, հետո մարդիկ ներդրում անեն, հետո չգիտեմ ինչ ստացվի։ Մեր մասով ներդրողի արդյունքները առաջնահերթություն է, ըստ դրա էլ ընտրվում են այն ստարտափներն ու թիմերը, ում հետ մենք ուզում ենք աշխատենք, էլի այդ հիմնադիրները։ Ես կուզեի մենք ավարտենք ֆինանսական խորհրդով, քանի որ ես գիտակցում եմ, որ Հայաստանում շատ լուրջ խնդիր կա ֆինանսական գրագիտության, ստեղից էլ մեր բարձր սպառողական ծախսերը, ու ես շատ կուզեի ներդրում ունենալ այդ գործում, որ մեր ֆինանսական գրագիտությունը մի փոքր բարձրանա, ու կուզեի դու էլ խորհուրդը տայր։ Հատկացնել մի ժամ, ես կարծում դա հերիք է չաթի հետ, մի օր, նստել հասկանալ սխալները, որոնք են սովորաբար, որ արվում են, այդ հարց 1, հարց 2, պորտֆել ոնց ձևակերպել, մարդու անձնական ռիսկերից, լիկվիդայնության պահանջներից, երկարաժամկետ մտածելուց։ Այդ երկու հարցը ես կարծում մի ժամվա ընթացքում կարելի է շատ լավ պատկեր ստանալ, ինքը տենց ահա որ կարող է դժվար թվա, ինքը շատ ավելի հեշտ է ու բայց կարևորը չանել այդ սխալներն են։ Մերսի շատ։ Շնորհակալություն։